Մի կին ծայրահեղ աղքատության մեջ պայքարում է իր փոքրիկ դուստրերին կերակրելու համար։ Նա առաջարկում է մանսիոնի սիզամարգը հնձել սննդի դիմաց, բայց այն, ինչ թվում է պարզ բարեհաճություն, վերածվում է անսպասելի կապի։ Մանսիոնի տերը, միայնակ զուսպ տղամարդը, կտեսնի, որ իր կյանքը փոխվում է այդ ժեստով։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ասել, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Մարտյան այդ կեսօրին Երանի արը խիստ այրում էր, Անահիտը զգում էր, թե ինչպես է քրտինքի յուրաքանչյուր կաթիլ հոսում իր դեմքով, մինչ քայլում էր Վահագնի թաղամասի ծառաշատ փողոցներով։ Ոտքերը ցավում էին հին ու մաշված մարզակոշիկների մեջ, իսկ երկու աղջիկների ծանրությունը թերին կարծես թե ավելանում էր ամեն թաղամաս անցնելիս։ Սոնան ու Էլենը, նրա 5-ամյա երկվորյակ դուստրերը, չափազանց լուռ էին։ Մի լռություն, որը ծանոթ է միայն քաղցած երեխաներին։ Այն լռությունը, որը գալիս է ոչ թե խաղաղությունից, այլ հոգնածությունից ու վաղաժամ հաշտվողականությունից։ Անահիտը երանցի չէր։ Եկել էր Հայաստանի մի փոքր մարզային քաղաքից, լի երազանքներով ու հույսերով, հավատալով, որ մայրաքաղաքում հնարավորություններ կգտնի։ Բայց մեծ քաղաքի կյանքը շատ ավելի դաժան էր, քան պատկերացնում էր։ Աղջիկների հայրը, Ռաֆայելը, անհետացել էր, երբ իմացել էր հղիության մասին։ Պարզապես անհետացել էր, թողնելով միայն մի հաղորդագրություն, թե պատրաստ չէ հայր դառնալու։ Անահիտն այն ժամանակ ընդամենը 23 տարեկան էր, հղի երկվորյակներով, մենակ մի քաղաքում, որտեղ հազիվ թե մեկին ճանաչում էր։ Առաջին տարիները մշտական պայքար էին։ Աշխատել է ամենուր, որտեղ կարողացել է, մաքրություն, վաճառք, սրճարաններում սպասարկում։ Բայց երկու նորածին երեխաներին միայնակ խնամելը թանկ էր, շատ թանկ։ Այն փոքրիկ սենյակի վարձը, որտեղ ապրում էր, խլում էր գրեթե ողջ աշխատավարձը, իսկ երբ աղջիկները հիվանդանում էին, ստիպված էր լինում բացակայել աշխատանքից։ Այդ պատճառով 3 անգամ ազատվել է աշխատանքից։ Վերջին անգամը 2 ամիս առաջ, վերջին կաթիլն էր։ Վարձի գումարը վերջացավ, տանտիրուհին, մի անհամբեր կին, նրա սակավաթիվ իրերը դուրս շպրտեց փողոց։ Այդ օրվանից Անահիտն ու երկվորյակներն ապրում էին փողոցներում, քնում այգիներում, երբեմն ժամանակավոր ապաստան գտնելով որևէ բարեգործական հաստատությունում։ Բայց Անահիտը վիրավորված հպարտություն ուներ, որը թույլ չէր տալիս պարզապես ողորմություն խնդրել։ Նա ուզում էր աշխատել, ուզում էր իր հացը արժանապատվորեն վաստակել։ Ամեն օր վաղ էր արթնանում ու աշխատանք փնտրում, իր ծառայություններն առաջարկելով սննդի կամ մի քանի դրամի դիմաց։ Բայց դռները փակվում էին, երբ տեսնում էին նրա ոտքերից կառչած 2 աղջնակներին։ Ոչ ոք չէր ուզում աշխատանքի վերցնել փոքր երեխաներով միայնակ մորը։ Այդ կոնկրետ օրը մերժումներով լի հերթական առավոտից հետո Անահիտը որոշել էր բախտը փորձել քաղաքի ավելի հարուստ թաղամասերում։ Գուցե այնտեղ, որտեղ մարդիկ ավելի շատ միջոցներ ունեին, ինչ-որ մեկը հնարավորություն տար։ Այդպես նա հասավ Վահագնի թաղամաս, շքեղ առանձնատներով ու մաքուր փողոցներով հայտնի թաղամաս։ Ամեն տուն մյուսից մեծ էր, խնամված այգիներով ու բարձր պարիսպներով։ Անահիտն այնտեղ իրեն փոքր էր զգում, կարծես չէր պատկանում այդ աշխարհին։ Համարյա հանձնվելու պահին նա տեսավ այդ տունը։ Այն տարբերվում էր մյուսներից, թե նույնքան մեծ էր։ Դրա մեջ ինչ-որ լքված բան կար, կարծես կյանքն այնտեղ վաղուց կանգ էր առել։ Այգին խիտ աճել էր, բարձր խոտը ծածկել էր այն, ինչը պետք է գեղեցիկ սիզամարգ լիներ։ Պարիսպները բարձր էին, բայց երկաթե դարպասը փոքր ճեղքեր ուներ, որոնց միջով կարելի էր տեսնել տունը։ Հին, երկհարկանի շինություն էր, մեծ պատուհաններով ու ընդարձակ պատշգամբով։ Բայց դրա մեջ ինչ-որ մելամաղձոտ բան կար, մի տխրություն, որը կարծես թե ճառագում էր պատերից։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Աղջիկներն այնքան էին ծանրացել նրա թերին, որ այլս հազիվ էր կարողանում նրանց տանել։ Սոնան սկսեց կամաց-կամաց նվնվալ, ասելով, որ քաղցած է։ Էլենը պարզապես նայում էր նրան իր մեծ, մուգ աչքերով, չափազանց լուռ 5 տարեկան երեխայի համար։ Այդ հայացքն ամեն օր կոտրում էր Անահիտի սիրտը։ Նա սեղմեց զանգի կոճակը։ Ձայնն արձագանքեց պարսպի մյուս կողմում, մի պահ Անահիտը մտածեց, որ ոչ ոք չի պատասխանի։ Հենց պատրաստվում էր հեռանալ, երբ քայլերի ձայն լսեց։ Դանդաղ, ծանր քայլեր մեկի, ով չէր շտապում կամ չէր ուզում, որ իրեն անհանգստացնեն։ Դուռը բացվեց, մի տղամարդ հայտնվեց։ Հովհաննեսը 38 տարեկան էր, բայց ավելի մեծ էր երում։ Ոչ թե ֆիզիկական տեսքի, այլ աչքերում կրած ծանրության պատճառով։
Նա բարձրահասակ էր, լայնաթիկունք, թեթակի խառնված մուգ մազերով մի քանի օրվա մորուքով։ Հագին ուներ հասարակ շապիկ սպորտային տաբատ, մարդու հագուստ, ով հյուրեր չի սպասում։ Նրա շագանակագույն աչքերն ունեին այն դատարկ գույնը, որը բնորոշ է նրանց, ովքեր վաղուց հրաժարվել են կյանքից որևէ բան սպասելուց։ Նա նայեց Անահիտին ու աղջիկներին մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր զարմանքի զայրույթի։ Սովոր չէր որևէ մեկին ընդունելու։ Տարիներ շարունակ մենակ էր ապրում այդ մեծ տանը, առավելագույնս խուսափելով ցանկացած տեսակի սոցիալական շփումից։ Նրա առօրյան պարզ էր ու կանխատեսելի։ Արթնանում էր, սուրճ խմում, թերթ կարդում, տանն աշխատում տեխնիկական տեքստերի թարգմանություններով օրվա մնացած մասն անցկացնում գրքերի ու լռության մեջ։ Դա դատարկ կյանք էր, բայց նա այդպես էր ընտրել։ Անահիտը փորձեց ժպտալ, բայց դեմքն այնքան հոգնած էր, որ ավելի շատ ծամածռության նմանվեց։ Նա մաքրեց կոկորդը խոսելուց առաջ, փորձելով ավելի վստահ ելալ, քան իրականում էր։ Բարդ ձեզ, պարոն։ Կներեք անհանգստացնելու համար։ Ես տեսա, որ ձեր տան այգին խնամքի կարիք ունի, ուզում էի իմ ծառայություններն առաջարկել։ Կարող եմ խոտը հնձել, մոլախոտերը մաքրել, ամեն ինչ գեղեցիկ դարձնել։ Գումարով վճարելու կարիք չկա, կարող եք սնունդով վճարել, ինչ էլ լինի, կլինի։ Հովհաննեսը նրան վերից վար զննեց։ Երում էր, որ նա դժվար իրավիճակում է։ Հագուստը, թե մաքուր, մաշված էր։ Թերի մեջ գտնվող աղջիկները հյուծված տեսք ունեին։ Այդ աչքերում ինչ-որ հուսահատ բան կար, բայց նա մի վիրավորված արժանապատվություն, որը նա ճանաչեց։ Սա ողորմություն խնդրող մարդ չէր։ Սա մեկն էր, ով աշխատանք էր առաջարկում ապրուստի դիմաց։ Նա պետք է ոչ ասեր։ Պետք է փակեր դուռը վերադառնար իր միայնակ առօրյային։ Բայց այդ տեսարանում ինչ-որ բան նրան անհանգստացրեց մի ձով, որը չէր կարողանում բացատրել։ Գուցե երեխաների հայացքն էր։ Գուցե կնոջ վճռականությունը, չնայած նա ակնհայտորեն ուժերի սահմանագծին էր։ Կամ գուցե պարզապես սեփական միայնակության ծանրությունն էր, որն այդ պահին կարծես թե սովորականից ավելի էր խեղդում։ Լավ, ասաց նա, ձայնը խրպոտաց քիչ խոսելուց։ Խոթհնձիչը կողային ավտոտնակում է։ Բանալին փականի մեջ է։ Կարող եք օգտագործել։ Անահիտն այնպիսի մեծ թեթացում զգաց, որ քիչ մնաց տեղում փլվեր։ Շատ շնորհակալ եմ, պարոն։ Իսկապես շատ շնորհակալ եմ։ Խոստանում եմ, որ լավ աշխատանք կկատարեմ։ Հովհաննեսը պարզապես գլխով արեց վերադարձավ տուն, իր հետից փակելով դուռը։ Նա չէր ուզում ներգրավվել։ Չէր ուզում խոսակցություն։ Պարզապես ուզում էր, որ այդ ամենը շուտ վերջանա, որպեսզի կարողանա վերադառնալ իր խաղաղությանը։ Անահիտն աղջիկներին նստեցրեց մի ծառի ստվերում, դարպասի մոտ։ Նրանց տվեց մի շիշ ջուր, որը միշտ կրում էր իր մաշված պայուսակում, ստիպեց խոստանալ, որ հանգիստ կմնան այնտեղ։ Աղջիկները գլխով արեցին, չափազանց հնազանդ այդքան փոքր երեխաների համար։ Կողային ավտոտնակը բաց էր, ինչպես Հովհաննեսն ասել էր։ Խոթհնձիչը հին էր, այն ձեռքի տեսակներից, որոնք աշխատում են ֆիզիկական ուժով։ Ծանր ու ժանգոտ։ Անահիտը հոգոց հանեց։ Հեշտ չէր լինելու, բայց նա ավելի վատ բաների միջով էր անցել։ Սկսեց հրել սարքավորումն այգով մեկ, զգալով, թե ինչպես է մարմնի յուրաքանչյուր մկան բողոքում։ Արն այժմ իր գագաթնակետին էր, անխնա այրում էր։ Խոտը բարձր էր, դժվար էր հնձել։ Ամեն անցումով Անահիտը զգում էր, թե ինչպես են ուժերը նվազում, բայց չէր կարող կանգ առնել։ Սա իր շանսն էր, աղջիկների համար ուտելիք հայթայթելու։ Չէր կարող վատնել այն։ Տան ներսում Հովհաննեսը փորձում էր վերադառնալ աշխատանքին։ Անգլերեն մի տեքստ կար, որը սպասում էր թարգմանության քաղաքացիական ճարտարագիտության մասին տեխնիկական ձեռնարկ։ Բայց չէր կարողանում կենտրոնանալ։ Վեր կացավ գնաց դեպի հյուրասենյակի պատուհանը, որտեղից կարող էր տեսնել արջի այգին։ Կինն այնտեղ էր, դժվարությամբ հրում էր հին խոթհնձիչը։ Երում էր, որ ուժասպառ է, բայց չէր դադարում։ Երկու աղջնակները շարունակում էին նստած մնալ ստվերում, լուռ, դիտելով մոր աշխատանքը։ Հովհաննեսը կրծքում մի սեղմում զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Փորձեց անտեսել, վերադարձավ համակարգչի մոտ, բայց այդ կնոջ ուժեղ արի տակ աշխատելու պատկերը դուրս չէր գալիս մտքից։ Նա նորից վեր կացավ գնաց խոհանոց։ Բացեց սառնարանը, տեսավ, որ որոշ բաներ ունի՝ հաց, պանիր, երշիկ, հյութ, մրգեր։
Իր գնումները կատարում էր համացանցով միշտ ավելորդ սնունդ ուներ, քանի որ քիչ էր ուտում։ Մի քանի սենդվիչ պատրաստեց, մրգերը լցրեց ամանի մեջ, բաժակները լցրեց նարնջի հյութով։ Ամեն ինչ դրեց սկուտեղի վրա, դուրս եկավ մուտքի դռնով։ Անահիտը կենտրոնացած էր աշխատանքի վրա, չտեսավ նրա մոտենալը։ Աղջիկները, սակայն, տեսան նրան, նրանց աչքերը լայն բացվեցին, տեսնելով ուտելիքը։ Օրիորդ, կանչեց նա, Անահիտը վախեցած շրջվեց։ Դեմքը կարմրած էր, քրտնած, ակնհայտորեն վատ էր զգում շոքից։ Մի պահ կանգ առեք։ Եկեք մի բան կերեք։ Անահիտը տատանվեց։ Չէր ուզում թույլ ելալ, չէր ուզում, որ նա մտածի, թե չի կարողանում աշխատանքը կատարել։ Բայց Սոնան ու Էլենն արդեն վեր էին կացել քայլել դեպի Հովհաննեսը, սկուտեղին նայելով այն հուսահատ քաղցով, որը կոտրում է ցանկացածի սիրտը։ Խնդրում եմ, եկեք։ Երեխաները պետք է ուտեն, պնդեց Հովհաննեսը, ձայնը մի փոքր ավելի մեղմ։ Անահիտը թողեց խոթնձիչը, քայլեց դեպի նրանց, զգալով, թե ինչպես են ոտքերը դողում։ Հովհաննեսը ցույց տվեց մի սեղան աթոռներ, որոնք կային ծածկապատշգամբում։ Անահիտը նստեց աղջիկների հետ, օրերի մեջ առաջին անգամ նրանք պարկեշտ կերակուր կերան։ Սենդվիչներն անհետացան րոպեների ընթացքում, մրգերը խժռվեցին։ Հյութը խմվեց մինչ վերջին կաթիլը։ Հովհաննեսը կանգնած դիտում էր, հենված պատշգամբի պատին, լավ չիմանալով, թե ինչ անի։ Սովոր չէր սրան, մարդկանց իր տանը, երեխաների, ինչ-որ մեկի համար օգտակար լինելու այս տարօրինակ զգացողությանը։ Անունդ ինչ է, հարցրեց նա, խախտելով լռությունը։ Անահիտ, պատասխանեց նա, բերանը մաքրելով թղթե անձեռոցիկով։ Իսկ սրանք Սոնան ու Էլենն են։ Երկվորյակներ են, նկատեց նա, դա ավելի շատ հաստատում էր, քան հարց։ Այո։ Նույնական, Անահիտն առաջին անգամ ժպտաց, հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ Երբեմն նույնիսկ ես չեմ կարողանում տարբերել նրանց, երբ մեջքով են կանգնած։ Քանի տարեկան են։ 5։ Հուլիսին 6-ը կլրանա։ Հովհաննեսը գլխով արեց, անհարմար լռություն տիրեց։ Նա չէր կարողանում խոսել մարդկանց հետ։ Այնքան երկար էր մեկուսացած ապրել, որ կորցրել էր հիմնական սոցիալականացման պրակտիկան։ Անահիտը նկատեց անհարմարությունը, վեր կացավ։ Շնորհակալություն ուտելիքի համար, պարոն։ Շատ սիրալիր էիք։ Հիմա կվերադառնամ աշխատանքի։ Հովհաննես, հանկարծ ասաց նա։ Անունս Հովհաննես է։ Շնորհակալություն, Հովհաննես, կրկնեց նա, այս անգամ օգտագործելով նրա անունը։ Անահիտը վերադարձավ այգի, բայց Հովհաննեսը նկատեց, որ նա էլ ավելի դանդաղ է շարժվում։ Արը, դատարկ ստամոքսի վրա կերած ծանր ուտելիքը, կուտակված հոգնածությունը, ամեն ինչ իր գինն էր պահանջում։ Նա սկսեց սայթաքել, բռնվելով խոթնձիչից, որպեսզի չընկնի։ Այդ պահին Հովհաննեսի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նա այլևս չկարողացավ անշարժ մնալ, պարզապես դիտելով։ Իջավ պատշգամբի աստիճաններով, քայլեց դեպի նա։ Անահիտը տեսավ նրա մոտենալը, փորձեց ուշքի գալ, բայց արդեն ուշ էր։ Ոտքերը տեղի տվեցին, նա սկսեց ընկնել։ Հովհաննեսը բռնեց նրան թերից, ամուր, բայց զգույշ։ Բավական է, ասաց նա, ձայնն ավելի կոշտ հնչեց, քան մտադրվել էր։ Դու քեզ կսպանես, այսպես արի տակ աշխատելով։ Մտիր տուն։ Պետք է հանգստանաս։ Բայց ես դեռ այգին չեմ վերջացրել, թույլ բողոքեց Անահիտը։ Կարոր չէ։ Մտիր տուն։ Հիմա։ Դա խնդրանք չէր, այլ հրաման։ Բայց դրա մեջ անկեղծ անհանգստություն կար, որը ստիպեց Անահիտին հնազանդվել։ Հովհաննեսը նրան ուղեկցեց տան ներս, աղջիկները հետում էին։ Հյուրասենյակը մեծ էր, հին, բայց գեղեցիկ կահույքով, գրքերով լի, մի հսկայական դարակաշարով, մի հեռուստացույցով, որը կարծես թե վաղուց չէր օգտագործվել։ Ամեն ինչ մաքուր էր, բայց լքվածության շունչ կար, կարծես այդ տունն այլևս չգիտեր, թե ինչ է նշանակում օջախ լինել։ Հովհաննեսը ցույց տվեց բազմոցը, Անահիտը նստեց, զգալով, թե ինչպես է ամբողջ մարմինը ցավում։ Աղջիկները տեղավորվեցին նրա կողքին, կպած, ինչպես միշտ։ Հովհաննեսը մի պահ անհետացավ, վերադարձավ մի բաժակ սառը ջրով ու թաց սրբիչով։ Դանդաղ խմիր սա, դեմքիդ քսիր։ Դու արահարվել ես։ Անահիտը հնազանդվեց, զգալով սառը ջրի անմիջական թեթացումը։ Հովհաննեսը կանգնած էր այնտեղ, չիմանալով, թե ինչ անի ձեռքերի հետ, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից, բայց անկարող պարզապես անտեսելու այն։
Որտեղ եք ապրում, հարցրեց նա անմիջապես զղջաց։ Չէր ուզում իմանալ։ Չէր ուզում ներգրավվել։ Բայց հարցն արդեն դուրս էր եկել։ Անահիտը տատանվեց։ Ամաչում էր խոստովանել, ամաչում էր, որ նա իմանա ճշմարտությունը։ Բայց չափազանց հոգնած էր ստելու համար։ Փողոցներում։ Մենք կորցրեցինք մեր տունը 2 ամիս առաջ։ Աշխատանք եմ փնտրում, բայց ոչ ոք չի ուզում աշխատանքի վերցնել փոքր երեխաներով մեկին։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Հովհաննեսը նայեց աղջիկներին, որոնք այժմ քնած էին, հենված մորը, հյուծված։ Նայեց Անահիտին, ով աչքերը ցած էր պահում, ակնհայտորեն ամաչելով։ Նա պետք է լուռ մնար։ Պետք է ասեր, որ ցավում է, բայց չի կարող օգնել։ Պետք է պահպաներ իր, ոչնչի ոչ ոքի հետ չներգրավվելու քաղաքականությունը։ Բայց նրա բերանից դուրս եկած խոսքերն այլ էին։ Վերի հարկում ազատ սենյակ կա։ Կարող եք այս գիշեր մնալ։ Վաղը կտեսնենք, թե ինչ անենք։ Անահիտն արագ բարձրացրեց աչքերը անհավատությամբ։ Դուք… Հովհաննեսը լուրջ է ասում։ Ես սովորաբար նման բաներով չեմ կատակում, պատասխանեց նա արդեն զղջալով, բայց անկարող հետ կանգնելու։ Միայն այս գիշերվա համար։ Վաղը կհանգստանաս, նորմալ կուտես, հետո կտեսնես, թե ինչ ես անելու։ Արցունքներ սկսեցին հոսել Անահիտի դեմքով։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ խորը թեթացման։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ որը մեկը նրա նկատմամբ մի փոքր բարություն չէր ցուցաբերել, որ մոռացել էր, թե ինչպիսին է այդ զգացողությունը։ Շնորհակալ եմ, միայն դա կարողացավ ասել, ձայնը խեղդված։ Շնորհակալ եմ, Հովհաննես։ Նա պարզապես գլխով արեց, անհարմար զգալով երախտագիտությունից, հեռացավ։ Սենյակը վերի հարկի միջանցքի վերջում է։ Կողքին լոգարան կա։ Կարող եք օգտագործել այն, ինչ պետք է։ Ես ընթրիքի համար ինչ-որ բան կպատրաստեմ։ Անահիտը քնած աղջիկներին վերցրեց գիրկը, մեկին մի թին, մյուսին մյուս, բարձրացավ աստիճաններով, որոնք Հովհաննեսը ցույց էր տվել։ Սենյակը պարզ էր, բայց մաքուր, երկտեղանոց մահճակալով, հին զգեստապահարանով մի պատուհանով, որը նայում էր հետի այգուն։ Փոշի էր կուտակվել, նշան այն բանի, որ երկար ժամանակ ոչ ոք չէր օգտագործել այդ տարածքը, բայց Անահիտի համար դա պալատ էր թվում։ Նա աղջիկներին պառկեցրեց մահճակալին, նրանք նույնիսկ չշարժվեցին, այնքան հոգնած էին։ Անահիտն այնուհետ գնաց լոգարան նայեց իրեն հայելու մեջ։ Այն, ինչ տեսավ, վախեցրեց նրան։ Անճանաչելի էր դարձել։ Արից այրված դեմք, փոս ընկած աչքեր, խառնված մազեր, հողով ու քրտինքով կեղտոտված հագուստ։ Ընդամենը 28 տարեկան էր, բայց 40-ի տեսք ուներ։ Բացեց ցնցուղը, թույլ տվեց, որ սառը ջուրը թափվի մարմնի վրա, լվանալով կեղտը, հոգնածությունը, վերջին ամիսների նվաստացումը։ Լաց էր լինում ջրի տակ, թույլ տալով, որ ցնցուղի աղմուկը խլացնի իր հեկեկոցները։ Որքան ժամանակ էր, ինչ նորմալ լոգանք չէր ընդունել։ Որքան ժամանակ էր, ինչ մահճակալի մեջ չէր քնել։ Որքան ժամանակ էր, ինչ իրեն ապահով չէր զգացել։ Երբ դուրս եկավ լոգարանից, մահճակալի վրա ծալված մաքուր հագուստ գտավ։ Մեծ շապիկ սպորտային տաբատ, ակնհայտորեն տղամարդու, բայց մաքուր ու անուշաբույր։ Անահիտը հագավ դրանք, շաբաթների մեջ առաջին անգամ իրեն մարդ զգալով։ Հագուստը հսկայական էր նրա վրա, բայց հարմարավետ էր։ Դանդաղ իջավ աստիճաններով, հետելով խոհանոցից եկող ուտելիքի հոտին։ Հովհաննեսն այնտեղ էր, ինչ-որ բան էր խառնում կաթսայի մեջ։ Սեղան էր գցել, ափսեներով, պատառաքաղ դանակներով, բաժակներով։ Ամեն ինչ պարզ էր, բայց խնամքով արված։ Աղջիկները, հարցրեց նա, առանց շրջվելու։ Քնած են։ Հյուծված էին։ Ավելի լավ։ Թող հանգստանան։ Եթե արթնանան, հետո նրանց համար ուտելիք կբարձրացնեմ։ Անահիտը նստեց սեղանի շուրջ, դեռ չհավատալով, որ այս ամենը տեղի է ունենում։ Հովհաննեսը մատուցեց ընթրիքը, բրինձ, լոբի, տապակած հավ, աղցան։ Պարզ կերակուր, բայց Անահիտի համար դա խնջույք էր։ Լուռ կերան։ Հովհաննեսը խոսելու սիրահար չէր, իսկ Անահիտը չափազանց հոգնած էր փորձելու համար։ Բայց դա հարմարավետ լռություն էր, ոչ թե անհարմար։ Ընթրիքից հետո Հովհաննեսը հավաքեց ափսեները լված սպասքը։ Անահիտը փորձեց օգնել, բայց նա ժեստով ցույց տվեց, որ նստած մնա։ Դու այսօր շատ ես աշխատել։ Հանգստացիր։
Երբ վերջացրեց, նա շրջվեց դեպի Անահիտը. «Սենյակն այս գիշեր քոնն է։ Վաղը կխոսենք, թե ինչ ես անելու»։ «Ինչու եք սա անում»՝ հանկարծ հարցրեց Անահիտը։ Հարցը նրան նույնքան զարմացրեց, որքան Հովհաննեսին։ Բայց պետք է իմանար։ Հովհաննեսը մի պահ կանգնեց, մտածելով պատասխանի մասին։ Ինչու ես սա անում։ Ինքն էլ չգիտեր։ Գուցե որովհետև նրա մեջ իրենից մի բան էր ճանաչում։ Միայնակությունը, հուսահատությունը, անտարբեր աշխարհում լողալու զգացողությունը։ Կամ գուցե պարզապես որովհետև տարիների մեջ առաջին անգամ իրեն ինչ-որ մեկի համար օգտակար էր զգում։ Չգիտեմ, անկեղծ պատասխանեց նա։ Բայց դու քո դուստրերը օգնության կարիք ունեք։ Իսկ ես ավելորդ տեղ ունեմ։ Այսքանը։ Միայն դա չէր, երկուսն էլ դա գիտեին։ Բայց այդ պահին այդ պատասխանը բավարար էր։ Անահիտը բարձրացավ սենյակ, որտեղ աղջիկները դեռ խորը քնած էին։ Պառկեց նրանց կողքին փափուկ մահճակալին, զգալով, թե ինչպես է մարմինը խորասուզվում հարմարավետ ներքնակի մեջ։ Ամիսների մեջ առաջին անգամ նա փակեց աչքերը, առանց վախենալու, թե ինչ կբերի վաղվա օրը։ Չգիտեր, թե որքան կտի այս ամենը։ Չգիտեր, թե արդյոք Հովհաննեսը առավոտյան կփոխի իր միտքը։ Բայց այդ գիշեր նա իր դուստրերը ապահով էին, կուշտ տանիքի տակ։ Եվ առայժմ դա այն ամենն էր, ինչ նրան պետք էր։ Անահիտն արթնացավ սթափվելով, մի պահ շփոթված։ Արի լույսը ներս էր թափանցում պատուհանից, լուսավորելով անծանոթ սենյակը։ Մի քանի վայրկյան սիրտը խուճապահար բաբախեց, մինչ ամեն ինչ վերադարձավ հիշողության մեջ։ Հովհաննեսի տունը։ Այգին։ Գիշերը մնալու հրավերը։ Նա շրջվեց, տեսավ աղջիկներին, որոնք դեռ խորը քնած էին իր կողքին, դեմքները հանգիստ, վերջապես հանգստացած այգիներում մայթերին անցկացրած այդքան գիշերներից հետո։ Նայեց պատի ժամացույցին։ Առավոտյան 9։ Տարիներ շարունակ այս ժամին չէր քնել։ Փողոցում արթնանում էր արածագին, քաղաքի շարժման աղմուկից։ Զգուշությամբ վեր կացավ, որպեսզի չարթնացնի Սոնային ու Էլենին, դանդաղ իջավ աստիճաններով։ Տանը լռություն էր, բայց խոհանոցից թարմ սուրճի հոտ էր գալիս։ Հովհաննեսը նստած էր սեղանի շուրջ, թերթ կարդալով, ինչպես ամեն առավոտ։ Նա բարձրացրեց աչքերը, երբ Անահիտը ներս մտավ, պարզապես գլխով արեց ի նշան ողջույնի։ Սեղանին կար հաց, կարագ, պանիր, մրգեր, մի թեյնիկ տաք սուրճ։ Դա այնքան սովորական, այնքան ընտանեկան տեսարան էր, բայց Անահիտի համար անիրական էր թվում։ Բարի լույս, ասաց նա, ձայնը դեռ քնից խռպոտած։ Բարի լույս։ Սուրճ, առաջարկեց նա, արդեն վերցնելով մի բաժակ։ Խնդրում եմ։ Լուռ նստեցին։ Հովհաննեսը վերադարձավ թերթին, իսկ Անահիտը դանդաղ կերավ, դեռ այնտեղ լինելու տարօրինակ զգացողությամբ։ Մի քանի րոպե հետո նա ծալեց թերթը, ուղիղ նայեց Անահիտին։ Երեկվա մասին։ Առաջարկը մեկ գիշերվա համար էր, բայց նա տատանվեց, կարծես բառերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Կարող ես ավելի երկար մնալ։ Մի քանի օր։ Մինչ կարողանաս կարգի բերել գործերդ։ Անահիտը քիչ մնաց բաժակը գցեր։ Լուրջ եք ասում։ Տունը մեծ է։ Միայն ես եմ այստեղ։ Ավելորդ տեղ կա, պատասխանեց նա, խուսափելով նրա հայացքից։ Բայց պայմաններ կան։ Դու օգնում ես տունը մաքուր ու կոկիկ պահել։ Եփում ես, մաքրում, այդպիսի բաներ։ Դրա դիմաց ունես տանիք ու սնունդ։ Արդար գործարք է։ Ավելին, քան արդար, արագ ասաց Անահիտը։ Ես համաձայն եմ։ Կարող եք վստահ լինել, որ ամեն ինչի մասին կհոգամ։ Խոստանում եմ, որ չեք փոշմանի։ Հովհանը պարզապես գլխով արեց վեր կացավ։ Ես կաշխատեմ գրասենյակում։ Ինչ որ պետք լինի, կարող ես օգտագործել։ Խոհանոցը, լվացքատունը, ամեն ինչ։ Միայն խնդրում եմ հարգել իմ աշխատանքային տարածքը։ Դա ներքի հարկի միջանցքի վերջի դուռն է։ Վստահ եղեք։ Եվ Հովհաննես, շնորհակալ եմ։ Իսկապես։ Նա ձեռքով արեց, կարծես դա անկարոր բան լիներ, բարձրացավ աստիճաններով։ Բայց դա անկարոր չէր, երկուսն էլ դա գիտեին։ Անահիտի համար դա տարբերությունն էր գոյատման հուսահատության միջ։ Հովհաննեսի համար մի բան, որը նա դեռ չէր կարողանում անվանել։ Առաջին օրերը հարմարվելու շրջան էին։
Անահիտը վաղ էր արթնանում, նախաճաշ պատրաստում, հոգ տանում աղջիկների մասին սկսում ուսումնասիրել տունը։ Այն հսկայական էր, 3 ննջասենյակով, 2 լոգարանով, մեծ հյուրասենյակով, ընդարձակ խոհանոցով, լիարժեք սպասարկման տարածքով, նույնիսկ երկրորդ հարկում գրադարանով։ Բայց ամեն ինչ ծածկված էր լքվածության նուրբ շերտով։ Դա կեղծ չէր, այլ կյանքի, խնամքի, ուշադրության պակաս։ Հովհաննեսն այնտեղ ապրում էր 6 տարի, երբ ժառանգել էր տունը մի հեռավոր հորեղբորից, ով երեխաներ չուներ։ Դրանից առաջ ապրում էր կենտրոնում գտնվող փոքրիկ բնակարանում։ Տունը ֆինանսական պարկ էր եղել, բայց նա հուզական բանդ։ Չափազանց մեծ էր մեկ մարդու համար, լի դատարկ սենյակներով, որոնք արձագանքում էին նրա միայնակությանը։ Անահիտը դանդաղ սկսեց։ Հիմնովին մաքրեց խոհանոցը, կարգի բերեց պահարանները, դեն նետեց ժամկետանց սնունդը, որի մասին Հովհաննեսը նույնիսկ չգիտեր։ Լվաց հյուրասենյակի վարագույրները, որոնց տարիներ շարունակ ձեռք չէին տվել։ Փոշեկուլով մաքրեց գորգերը, մաքրեց պատուհանները, թույլ տալով, որ արի լույսն իրականում ներս թափանցի երկար ժամանակ անց առաջին անգամ։ Ամեն օր ընտրում էր մի սենյակ խնամելու համար, այդ տարածքը կամաց-կամաց փոխակերպելով։ Աղջիկները Սոնան ու Էլենը կամաց-կամաց կորցնում էին այն վախեցած տեսքը, որը բնորոշ է այդքան երկար անապահովության մեջ ապրածներին։ Սկսեցին ուսումնասիրել տունը, խաղալ հետի այգում, ավելի բարձր ծիծաղել։ Հովհաննեսը նրանց հեռվից դիտում էր գրասենյակի պատուհանից, այդ մանկական ձայները մի տարօրինակություն էին բերում տուն, որն այդքան երկար լռության մեջ էր ապրել։ Մի առավոտ Անահիտն արթնացավ, վճռականորեն դիմակայելու այն այգուն, որը սկսել էր չէր ավարտել։ Օրը զով էր, կատարյալ դրսում աշխատելու համար։ Մինչ աղջիկները խաղում էին հին տիկնիկներով, որոնք Անահիտը պատրաստել էր կտորներից ու թելերից, նա վերցրեց խոթընձիչը, վերադարձավ աշխատանքի։ Այս անգամ, սակայն, նա կուշտ էր, հանգստացած, ուժեղ։ Աշխատանքն ավելի լավ ընթացավ, մի քանի ժամում Արջի այգին փոխակերպվեց։ Բարձր խոտը տեղի տվեց անհարթ, բայց մաքուր սիզամարգի։ Ծաղիկները, որոնք խեղդված էին խոտի մեջ, նորից հայտնվեցին։ Նույնիսկ տունը տարբեր տեսք ուներ, ավելի հյուրընկալ։ Հովհաննեսը պատուհանից տեսավ փոխակերպումը։ Կրծքում ինչ-որ բան սեղմվեց, մի տարօրինակ զգացողություն, որը չէր կարողանում բացահայտել։ Կարծես տունն արթնանում էր երկար քնից, նա չգիտեր, դա լավ է, թե վախենալու։ Կեսօրին, երբ մտավ խոհանոց ջուր վերցնելու, մի տեսարանի հանդիպեց, որը նրան տեղում սառեցրեց։ Անահիտը կանգնած էր լվացարանի մոտ, մեջքով, կամաց-կամաց երգելով, սպասք լվանալիս։ Սեղանին Սոնան ու Էլենը նկարում էին թղթերի վրա, որոնց գոյության մասին նա նույնիսկ չգիտեր, օգտագործելով գունավոր գրիչներ, որոնք հավանաբար Անահիտը պահպանել էր ավելի լավ ժամանակներից։ Ջեռոցից եկող թխվածքի հոտը լցրել էր օդը։ Դա այնքան սովորական, այնքան տնային տեսարան էր, բայց Հովհաննեսի համար գրեթե այլմոլորակային էր։ Նա չգիտեր, որ իր տունը կարող է այսպիսի տեսք ունենալ։ Կենդանի։ Պարզ թխվածք եմ պատրաստել, ասաց Անահիտը, առանց շրջվելու, կարծես զգալով նրա ներկայությունը։ Մտածեցի, կցանկանաք սուրճի հետ ուտել։ Պետք չէր, պատասխանեց նա, բայց ձայնի մեջ համոզմունք չկար։ Ես ուզեցի անել։ Դա նվազագույնն է այս ամենից հետո։ Շաբաթներն անցնում էին, առօրյան հաստատվում էր։ Անահիտն արթնանում էր Հովհաննեսից շուտ, սուրճ պատրաստում, արթնացնում աղջիկներին։ Նրանք միասին նախաճաշում էին, հիմնականում լուռ, բայց մի լռություն, որը գնալով ավելի քիչ անհարմար էր դառնում։ Հովհաննեսը բարձրանում էր գրասենյակ աշխատելու, Անահիտը հոգ տանում տան աղջիկների մասին։ Ճաշին նա պարզ, բայց համեղ ուտեստներ էր պատրաստում, նա իջնում էր ուտելու։ Կեսօրին, ավելի շատ աշխատանք նրա համար, ավելի շատ տան հոգսեր նրա։ Երեկոյան միասին ընթրում էին, հետո յուրաքանչյուրը գնում էր իր տարածք։ Բայց ինչ-որ բան փոխվում էր։ Հովհաննեսը դա նկատում էր։ Տունն այլս այն դատարկ ու լուռ տարածքը չէր։ Այժմ այնտեղ կյանք կար։ Աղջիկների խաղի ձայնը, երաժշտությունը, որը Անահիտը կամաց միացնում էր մաքրություն անելիս, տնական ուտելիքի հոտը, ծաղիկները, որոնք նա գնել էր իր պահած սակավ գումարով, սեղանը զարդարելու համար։ Փոքր բաներ, բայց որոնք ամեն ինչ փոխում էին։ Մի գիշեր Հովհաննեսն իջավ ջուր խմելու, գտավ Անահիտին հյուրասենյակում, նստած բազմոցին, նայելով պատուհանից դուրս։ Աղջիկներն արդեն քնած էին։ Նա կարծես մտքերի մեջ խորասուզված լիներ, դեմքին մի մելամաղձոտ արտահայտություն, որը նա լավ էր ճանաչում։ Դա նույն արտահայտությունն էր, որն ամեն օր տեսնում էր հայելու մեջ։
Չես կարողանում քնել, հարցրեց նա, Անահիտը սթափվեց նրա ձայնից։ Ահ, Հովհաննես։ Չլսեցի, թե ինչպես իջար։ Կներես, չէի ուզում անհանգստացնել։ Չես անհանգստացնում։ Տունը հիմա նա քոնն է։ Բառերը դուրս եկան, նախքան նա կհասցներ մտածել դրանց մասին, երկուսն էլ զարմացան։ Անահիտը թեթակի ժպտաց։ Շնորհակալ եմ դա ասելու համար։ Բայց մենք գիտենք, որ դա ժամանակավոր է։ Չեմ ուզում չարաշահել քո առատաձեռնությունը։ Հովհաննեսը նստեց հանդիպակաց բազկաթոռին, ձեռքին պահելով ջրի բաժակը։ Որ կգնայիր։ Մտածել ես այդ մասին։ Ամեն օր։ Համացանցով աշխատանք եմ փնտրում, ինքնակենսագրականներ ուղարկում, բայց նա հոգոց հանեց։ Ոչ ոք չի պատասխանում։ Եվ նույնիսկ եթե պատասխանեին, պետք է մեկին գտնեի աղջիկներին խնամելու համար, մինչ ես աշխատում եմ, դա թանկ արժե։ Իսկ ընտանիքը։ Աղջիկների հայրը։ Անահիտի դեմքն անմիջապես փակվեց։ Ոչ ոք չունեմ։ Ծնողներս վաղուց մահացել են։ Եղբայր կամ քույր չունեմ։ Իսկ նրանց հայրը մեր կյանքում չկա։ Հովհաննեսը հասկացավ, որ վերքի է դիպել, փոխեց թեման։ Աղջիկները փոխվել են։ Ավելի երջանիկ են։ Անահիտի դեմքը լուսավորվեց։ Այո, այդպես է, չէ՞։ Զարմանալի է, թե մի փոքր կայունությունն ինչ է անում երեխայի հետ։ Նրանք վերջապես կարող են նորից երեխա լինել։ Դու լավ մայր ես, ասաց Հովհաննեսը, դա անկեղծ էր։ Փորձում եմ լինել։ Միշտ չէ, որ ստացվում է, պատասխանեց նա, ցածր ձայնով։ Եղել են պահեր, երբ մտածել եմ հանձնվելու մասին, գիտես։ Նրանց որդեգրման տալու, որպեսզի ավելի լավ կյանք ունենան։ Բայց չկարողացա։ Նրանք իմ ամեն ինչն են։ Այդ խոսակցությունն առաջինն էր շատերից։ Կամաց-կամաց Հովհաննեսը սկսեց ավելի հաճախ իջնել հյուրասենյակ գիշերները, խոսակցությունները դարձան ավելի քիչ լարված, ավելի բնական։ Անահիտը խոսում էր աղջիկների մասին, իր հայրենի քաղաքի, մի օր կայուն կյանք ունենալու երազանքների մասին։ Հովհաննեսն ավելի քիչ էր խոսում, բայց երբեմն փոքր բաներ էր պատմում իր աշխատանքի, կարդացած գրքերի, տան մասին։ Բայց Հովհաննեսը երբեք չէր խոսում իր անցյալի մասին։ Այն մասին, թե ինչն էր նրան հասցրել այդ ինքնակամ մեկուսացմանը։ Այն տխրության մասին, որը կրում էր աչքերում։ Եվ Անահիտը չէր հարցնում, հարգելով այն անտեսանելի սահմանը, որը նա հաստատել էր։ Մի օր Անահիտը երկրորդ հարկի գրադարանը կարգի բերելիս մի լուսանկար գտավ գրքի էջերի մեջ։ Հին լուսանկար էր, մոտ 10 տարվա, որտեղ շատ ավելի երիտասարդ Հովհաննեսը ժպտում էր երկար մազերով մի գեղեցիկ կնոջ փոքրիկ տղայի կողքին։ Երեքն էլ երջանիկ տեսք ունեին, ինչ-որտեղ սանի ափին։ Անահիտը երկար նայեց լուսանկարին, զգալով, որ հենց նոր կարևոր բան է բացահայտել։ Հովհաննեսն ընտանիք ուներ։ Որտեղ էին նրանք հիմա։ Ինչ էր պատահել։ Նա լուսանկարը դրեց ճիշտ այնտեղ, որտեղ գտել էր, գրքի էջերի մեջ, ոչինչ չասած։ Բայց հիմա հասկանում էր։ Հասկանում էր տխրությունը, մեկուսացումը, այն ձև, որով նա հեռանում էր, երբ ամեն ինչ չափազանց մտերմիկ էր թվում։ Նա ինչ-որ մեկին էր կորցրել։ Գուցե բոլորին։ Եվ այդ կորուստը նրան ընդմիշտ փոխել էր։ Տանը կյանքը շարունակվում էր իր հունով։ Անահիտը լիովին փոխակերպել էր տարածքը։ Այժմ, բացի մաքուր լինելուց, տունը գույն ուներ, կյանք ուներ։ Նա նոր վարագույրներ էր կարել զեղչով գտած կտորներից, ներկել էր նկուղում գտած մի քանի հին ծաղկամաններ ծաղիկներ տնկել, վերադասավորել էր հյուրասենյակի կահույքը, որպեսզի այն ավելի հարմարավետ լինի։ Սոնան ու Էլենը դատարկ սենյակներից մեկը վերածել էին խաղասենյակի, պատերին փակցված նկարներով, հատակին սփռված ինքնաշեն խաղալիքներով։ Հովհաննեսը այս ամենը դիտում էր խառը զգացմունքներով։ Մի կողմից դուր էր գալիս։ Դուր էր գալիս արթնանալ թարմ սուրճի հոտից, ունենալ մեկին, ով հարցնում էր, թե ինչպես է անցել օրը, լսել միջանցքներում արձագանքող մանկական ծիծաղը։ Մյուս կողմից վախենում էր։ Վախենում էր, որովհետև այս ամենը ժամանակավոր էր։ Վախենում էր, որովհետև սովորում էր դրան։ Վախենում էր, որովհետև 6 տարվա մեջ առաջին անգամ իրեն լիովին մենակ չէր զգում։ Եվ այդ վախը մեծանում էր։ Որքան օրերն անցնում էին, այնքան Հովհաննեսը հասկանում էր, որ կապվում է։ Կապվում էր աղջիկներին, որոնք ամեն առավոտ իրեն ողջունում էին ամաչկոտ ժպիտներով։
Կապվում էր այն ձին, որով Անահիտը միշտ իր սուրճը կատարյալ ջերմաստիճանի էր թողնում։ Կապվում էր խնամքի փոքրիկ ժեստերին, ինչպես երբ նա իր հագուստը լվանում էր իրենց հագուստի հետ, կամ երբ սառնարանին գրություն էր թողնում, ասելով, որ ուտելիքը պատրաստ է, որպեսզի տաքացնի։ Նա կապվում էր, դա նրան սարսափեցնում էր։ Որովհետև վերջին անգամ, երբ թույլ տվեց իրեն ինչ-որ մեկին կապվել, վերջին անգամ, երբ թույլ տվեց իրեն սիրել, նա կորցրեց ամեն ինչ։ Եվ ցավն այնքան մեծ էր եղել, որ երդվել էր այլս երբեք դրա միջով չանցնել։ Այդ պատճառով էր մեկուսացել։ Այդ պատճառով էր ընտրել մենակ ապրելը, որպեսզի այլս երբեք չզգա այդ ցավը։ Բայց հիմա, 6 տարի անց, ահա նա սկսում էր նորից զգալ։ Սկսում էր հոգ տանել։ Սկսում էր վախենալ կորցնելուց։ Մի կեսօր, խանութից արագ վերադառնալիս, Հովհաննեսը գտավ Անահիտին այգում աղջիկների հետ։ Նրանք ծաղիկներ էին տնկում, ձեռքերը հողոտ, միասին ծիծաղում։ Արի լույսը ծառերի ճյուղերի միջով թափանցում էր, ոսկեգույն փափկությամբ լուսավորելով տեսարանը։ Մի պահ Հովհաննեսը պարզապես կանգնած մնաց, նայելով։ Եվ զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Դա ցավ չէր, տխրություն չէր։ Դա վախ էր։ Մաքուր կաթվածահար անող վախ։ Վախ, որ այդ տեսարանը մշտական կդառնա իր մտքում։ Վախ, որ երբ Անահիտն ու աղջիկները գնան, որովհետև վաղ թե ուշ կգնան, այդ տունը նորից կդառնա այն, ինչ միշտ եղել էր դատարկ։ Եվ հիմա, երբ գիտեր տարբերությունը, հիմա, երբ գիտեր, թե ինչպես է այնտեղ կյանք ունենալը, դատարկությունն անտանելի կլիներ։ Այդ գիշեր Հովհաննեսն ավելի սառն էր, քան սովորաբար։ Անահիտի հարցերին պատասխանում էր միավանք բառերով, արագ կերավ բարձրացավ իր սենյակ։ Անահիտը շփոթված մնաց, չհասկանալով, թե ինչ է փոխվել։ Առավոտյան ամեն ինչ լավ էր։ Ինչ էր պատահել։ Հաջորդ օրերին Հովհաննեսը սկսեց հեռանալ։ Ավելի շատ ժամանակ էր անցկացնում գրասենյակում փակված, բաց էր թողնում ճաշերը, ասելով, որ զբաղված է, խուսափում էր տեսողական շփումից։ Անահիտը զգում էր փոփոխությունը, չգիտեր, թե ինչ անի։ Մի քանի անգամ փորձեց խոսել, բայց նա միշտ խուսափում էր կամ փոխում թեման։ Աղջիկները նույնպես նկատեցին։ Մամա, Հովհաննես հորեղբայրը բարկացած է մեզ վրա, հարցրեց Սոնան մի գիշեր, երբ Անահիտը նրանց քնելու էր դնում։ Ոչ, սիրելիս։ Նա պարզապես զբաղված է աշխատանքով, ստեց Անահիտը, համբուրելով դստեր ճակատը։ Բայց նա գիտեր, որ դա ճիշտ չէ։ Ինչ-որ բան փոխվել էր, նա չգիտեր, թե ինչ։ Սկսեց իրեն հարց տալ, թե արդյոք սխալ բան է արել, արդյոք առանց նկատելու ինչ-որ սահման է անցել։ Անապահովությունը, որը միշտ կրում էր, նորից ուժգնացավ։ Գուցե Հովհաննեսը հոգնել էր նրանցից։ Գուցե ուզում էր իր տունը հետ, իր լռությունը հետ, իր միայնակությունը հետ։ Մի գիշեր, քնել չկարողանալով, Անահիտն իջավ խոհանոց։ Գտավ Հովհաննեսին այնտեղ, նստած մթության մեջ, միայն լուսնի լույսն էր ներս թափանցում պատուհանից։ Նա կարծես մտքերի մեջ խորասուզված լիներ, ձեռքին կիսով չափ լցված վիսկիի բաժակ։ Նա տատանվեց դռան մոտ, մտածելով վերադառնալ, բայց նա տեսավ իրեն։ Կներես։ Չէի ուզում անհանգստացնել, ասաց նա։ Չես անհանգստացնում։ Նրա ձայնը հոգնած հնչեց։ Նստիր։ Անահիտը նստեց սեղանի շուրջ, նրա դիմաց։ Մի պահ լուռ մնացին, միայն փողոցում անցնող մեքենաների հեռավոր ձայնն էր խախտում լռությունը։ Ես ինչ-որ բան եմ արել, վերջապես հարցրեց Անահիտը։ Դու ինձ հետ այլ կերպ ես վարվում։ Եթե ինչ-որ բան եմ արել, որ քեզ անհանգստացրել է, խնդրում եմ ասա։ Հովհաննեսը մի կում վիսկի խմեց պատասխանելուց առաջ։ Դու ոչինչ չես արել։ Խնդիրը ես եմ։ Ուզում ես խոսել այդ մասին։ Ոչ։ Պատասխանը ուղիղ էր, բայց ոչ ագրեսիվ։ Լավ։ Բայց Հովհաննես, եթե ուզում ես, որ մենք գնանք, կարող ես ասել։ Ես կհասկանամ։ Արդեն շատ երկար մնացինք այստեղ։ Երի հոգնել ես քո տանը այդքան մարդ ունենալուց։ Դա չէ, արագ պատասխանեց նա, գուցե չափազանց արագ։ Ապա ի՞նչն է։ Հովհաննեսն այնքան երկար լուռ մնաց, որ Անահիտը մտածեց, թե նա չի պատասխանի։ Երբ վերջապես խոսեց, ձայնը ցածր էր, լի մի հուզմունքով, որը նա փորձում էր զսպել։ Այն է, որ դուք կգնաք։ Վաղ թե ուշ, կգնաք։ Դու աշխատանք կգտնես, ապրելու տեղ կգտնես, կգնաք։
Եվ երբ դա տեղի ունենա, այս տունը նորից կդառնա այն, ինչ միշտ եղել է։ Դա տարգ։ Միայն թե հիմա ես գիտեմ տարբերությունը։ Հիմա ես գիտեմ, թե ինչպես է այստեղ կյանք ունենալը։ Եվ երբ դուք գնաք, ավելի վատ կլինի, քան առաջ էր։ Անահիտը խոսքեր չուներ։ Չէր սպասում այս խոստովանությանը, այս խոցելիությանը։ Ձեռքը մեկնեց սեղանի վրայով թեթակի դիպավ Հովհաննեսի ձեռքին։ Այդպես լինելու կարիք չկա։ Մենք պարտադիր չէ, որ գնանք։ Մենք կարող ենք մնալ։ Չեք կարող, պատասխանեց նա, ձայնը կոշտ։ Ամեն ինչ ժամանակավոր է։ Ես դա սովորել եմ ամենադաժան ձով։ Ոչինչ հավերժ չի տում։ Եվ ես չեմ կարող նորից դրա միջով անցնել։ Ինչի՞։ Միջով անցնել, նրբորեն հարցրեց նա, բայց նա հետ քաշվեց, նորից փակվելով։ Կարոր չէ։ Անցյալ է։ Վեր կացավ, բաժակը թողնելով լվացարանի մեջ։ Բարի գիշեր, Անահիտ։ Եվ բարձրացավ աստիճաններով, նրան մենակ թողնելով մութ խոհանոցում, ավելի շատ հարցերով, քան պատասխաններով։ Անահիտը երկար նստած մնաց այնտեղ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում, փորձելով հասկանալ այդ բարդ մարդուն, ով իր տունը բացել էր իր համար, բայց չէր կարողանում բացել իր սիրտը։ Եվ այդ գիշեր, առաջին անգամ, նա մի բան գիտակցեց, որը վախեցրեց իրեն։ Ինքը նույնպես կապվում էր։ Ոչ միայն տանը, կայունությանը, ապահովությանը, այլ նրան։ Նրա լուր ձին, որով նա հոգ էր տանում իրենց մասին, առանց որևէ բան սպասելու։ Անտարբերության դիմակի հետում թաքնված բարությանը։ Հազվագյուտ ժպիտներին, որոնք երբեմն դուրս էին պրծնում, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում։ Եվ դա նրան նույնքան սարսափեցնում էր, որքան Հովհաննեսին։ Որովհետև նա արդեն վիրավորվել էր նախկինում։ Արդեն վստահել էր մեկին լքվել։ Եվ վստահ չէր, թե կարող է նորից դա վերապրել։ Հաջորդ օրերը նշանավորվեցին լուռ լարվածությամբ, որը ծանր ամպի պես կախված էր տան վրա։ Հովհաննեսը պահպանում էր իր հեռավորությունը խորասուզված աշխատանքի մեջ, խուսափելով այն պահերից, երբ նախկինում թույլ էր տալիս իրեն հանգստանալ։ Անահիտը շարունակում էր հոգ տանել տան աղջիկների մասին, բայց այժմ նրա շարժումներում զգուշավորություն կար, կարծես ձվերի վրայով էր քայլում, վախենալով ինչ-որ բան անել, որը կարող էր ավելի խախտել այդ փխրուն իրավիճակը։ Շաբաթ առավոտ էր, ары դեռ նոր էր բարձրանում Երանը շրջապատող լեռների հետից, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Անահիտը խոհանոցում սուրճ էր պատրաստում, երբ լսեց դռան զանգը։ Զարմացավ, քանի որ Հովհաննեսին ոչ ոք չէր այցելում։ Այն բոլոր ամիսների ընթացքում, որ նա այնտեղ էր, ոչ մի մարդու չէր տեսել տուն եկած։ Նա տատանվեց, չիմանալով, պետք է բացի դուռը, թե կանչի Հովհաննեսին, բայց զանգը նորից հնչեց համառորեն։ Բացեց դուռը, հանդիպեց միջին տարիքի մի տղամարդու, մուգ կոստյումով, ակնոցներով, թիտակ սպայուսակ։ Նա զարմացած նայեց Անահիտին, ակնհայտորեն չսպասելով Հովհաննեսի տանը կին երկու երեխա գտնել։ Բարի լույս։ Հովհաննեսը տանն է, հարցրեց նա, քաղաքավարի, բայց հետաքրքրասեր։ Այո, տանն է։ Մի րոպե։ Անահիտը տղամարդուն սպասեցնել տվեց, վազելով բարձրացավ աստիճաններով։ Թակեց Հովհաննեսի սենյակի դուռը։ Քեզ մեկը փնտրում է։ Հովհաննեսը բացեց դուռը, դեռ գիշերանոցով, մազերը խառնված, դեմքին շփոթված արտահայտություն։ Օ, չգիտեմ։ Կոստյումով մի տղամարդ։ Հովհաննեսի արտահայտությունը փոխվեց։ Զայրույթի հաշտվողականության խառնուրդ անցավ նրա դեմքով։ Մարտիրոսն է։ Իմ փաստաբանը։ Մոռացել էի, որ այսօր գալու էր։ Արագ ջինսե տաբատ ու շապիկ հագավ իջավ աստիճաններով։ Անահիտը վերադարձավ խոհանոց, բայց չկարողացավ չլսել հյուրասենյակից եկող խոսակցության կտորները։ Փաստաբանը խոսում էր փաստաթղթերի, սպասվող ստորագրությունների, որոշումների մասին, որոնք պետք է կայացվեին։ Նա փորձեց կենտրոնանալ աղջիկների նախաճաշը պատրաստելու վրա, բայց ուշադրությունը կիսված էր։ Հովհաննես, դու պետք է ստորագրես այս թղթերը։ Արդեն 6 տարի է անցել։ Չես կարող հավերժ հետաձգել սա, ասում էր փաստաբանը, ձայնը հաստատակամ, բայց հասկացող։ Գիտեմ, Մարտիրոս։ Գիտեմ։ Բայց հեշտ չէ։ Ոչ ոք չի ասել, որ հեշտ կլինի։ Բայց դա անհրաժեշտ է։ Նրանց համար։ Անահիտը զգաց, որ լսում է մի բան, որը չպետք է լսեր։
Արագ բարձրացավ աստիճաններով գնաց աղջիկների սենյակ, որտեղ Սոնան ու Էլենը դեռ քնած էին։ Նստեց պատուհանի մոտի աթոռին, փորձելով չմտածել լսածի մասին, բայց դա անհնար էր։ 6 տարի։ Ինչ-որ բան պատահել էր 6 տարի առաջ։ Մի բան, որը Հովհաննեսը դեռ չէր կարողանում հաղթահարել։ Եվ դա կապված էր այլ մարդկանց հետ։ Հավանաբար այն լուսանկարի ընտանիքի հետ, որը նա գտել էր։ Կես ժամ անց նա լսեց մուտքի դռան փակվելու ձայնը, ծանր քայլեր, որոնք բարձրանում էին աստիճաններով։ Հովհաննեսն անցավ միջանցքով, մտավ իր սենյակ, շրխկացրեց դուռը։ Ձայնն արձագանքեց ամբողջ տանը։ Անահիտը նստած մնաց այնտեղ, չիմանալով ինչ անել, գնալ խոսել նրա հետ, թե մենակ թողնել։ Աղջիկներն արթնացան, օրվա առօրյան սկսվեց։ Նախաճաշ, խաղեր այգում, ճաշ։ Հովհաննեսը ոչ մի կերակուրի համար չիջավ։ Անահիտը ժամը 2-ի կողմերը նրա համար մի ափսե ուտելիք բարձրացրեց, թակեց սենյակի դուռը։ Պատասխան չկար։ Ափսեն թողեց գետնին, դռան դիմաց, իջավ։ Երեկոյան, աղջիկներին քնելու դնելուց հետո, Անահիտը տեսավ Հովհաննեսի դռան տակից դուրս եկող լույսը։ Թեթակի թակեց։ Հովհաննես, ամեն ինչ լավ է։ Հա, եկավ խուլ պատասխանը մյուս կողմից։ Կարող եմ մտնել։ Լռություն։ Հետո, կարող ես։ Անահիտը դանդաղ բացեց դուռը։ Հովհաննեսը նստած էր մահճակալին, մեջքը հենած գլխամասին, տասնյակ փաստաթղթեր սփռված նրա շուրջը։ Նա հյուծված տեսք ուներ, աչքերը կարմրած, կարծես լաց էր եղել կամ օրերով չէր քնել։ Գուցե երկուսն էլ։ Ինչ-որ բան կերար, հարցրեց նա։ Քաղցած չեմ։ Հովհաննես, դու պետք է ուտես։ Ասացի, որ քաղցած չեմ։ Նրա ձայնն ավելի կոշտ դուրս եկավ, քան մտադրվել էր, նա անմիջապես կարծես զղջաց։ Կներես։ Այդպես չէի ուզում խոսել։ Անահիտը նստեց մահճակալի եզրին, հեռավորություն պահպանելով, բայց ներկա լինելով։ Ուզում ես խոսել, թե ինչ է կատարվում։ Խոսելու ոչինչ չկա։ Կա։ Դու ակնհայտորեն տառապում ես ինչ-որ բանից։ Հովհաննեսը նայեց սփռված փաստաթղթերին, մատները աննպատակ դիպչում էին դրանցից մեկին։ Սրանք ժառանգության գույքագրման թղթեր են։ Նրանց ժառանգության։ Փաստաբանս ճիշտ է, ես պետք է լուծեմ այս հարցը։ Բայց ամեն անգամ, երբ վերցնում եմ այս թղթերը, ամեն անգամ, երբ տեսնում եմ նրանց անունները գրված այնտեղ, ես ձայնը կտրվեց։ Ես չեմ կարողանում։ Նրանց մեղմորեն հարցրեց Անահիտը։ Հովհաննեսն այնքան երկար լուռ մնաց, որ նա մտածեց, թե չի պատասխանի։ Երբ վերջապես խոսեց, ձայնը լի էր այնքան խորը ցավով, որ Անահիտը դա զգաց իր սեփական կրծքում։ Իմ կնոջ որդու։ Կարինեի Միքայելի։ Նրանք մահացել են 6 տարի առաջ։ Ավտովթարից։ Ես էի ղեկին։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Այժմ ամեն ինչ իմաստ ստացավ։ Մեկուսացումը, կապվելու վախը, դատարկ տունը, տխրությունը, որը նա կրում էր որպես անտեսանելի, բայց միշտ ներկա բեռ։ Հովհաննես, ես շատ եմ ցավում։ Դա իմ մեղքն էր։ Եթե ես այլ փողոցով գնայի, եթե տանից 5 րոպե ուշ դուրս գայի, եթե տեսնեի այդ բեռնատարը եկող։ Այդքան շատ, եթե ներ։ Բայց վերջում նրանք գնացին, իսկ ես մնացի։ Եվ չեմ կարողանում հասկանալ, ինչու։ Դա քո մեղքը չէր։ Դա դժբախտ պատահար էր։ Բոլորն այդպես են ասում։ Բայց ես այնտեղ էի։ Ես տեսա։ Ես ողջ մնացի առանց մի քերծվածքի, իսկ նրանք, նա կանգ առավ, անկարող շարունակելու։ Անահիտը մոտեցավ, առանց թույլտվություն խնդրելու, գրկեց նրան։ Հովհաննեսը մի պահ քարացավ, բայց հետո փլվեց։ Լաց էր լինում այնպես, ինչպես հավանաբար տարիներ շարունակ չէր լացել, խորը հեկեկոցներ, որոնք դուրս էին գալիս մի տեղից, որը նա փորձել էր փակ պահել։ Անահիտը պարզապես պահում էր նրան, թույլ տալով, որ նա ազատվի այդ ցավից, որն այդքան երկար կրում էր։ Երբ վերջապես հանգստացավ, Հովհաննեսը հետ քաշվեց, դեմքը մաքրելով ձեռքերով։ Կներես։ Չէի ուզում սա քեզ վրա բարթել։ Ներողություն խնդրելու կարիք չկա։ Երբեմն մենք պետք է թույլ տանք, որ դուրս գա։ Ահա թե ինչու էի վերջին շաբաթներին հեռու մնում քեզնից ու աղջիկներից։
Որովհետև երբ նայում եմ ձեզ, երբ տեսնում եմ, թե ինչպես եք փոխակերպում այս տունը, կյանք վերադարձնում այստեղ, ես վախենում եմ։ Վախենում եմ կապվելուց, նորից կորցնելուց։ Վախենում եմ, որ պատմությունը կկրկնվի։ Վախենում եմ, որ եթե ես ձեզ իսկապես թույլ տամ մտնել իմ կյանք, ճակատագիրը ձեզ էլ ինձնից կխլի։ Կյանքն այդպես չի աշխատում, Հովհաննես։ Մենք չենք կարող ապրել կորցնելու վախով։ Եթե այդպես լինի, մենք երբեք իսկապես չենք ապրի։ Բայց ես արդեն կորցրել եմ։ Եվ չգիտեմ, կարող եմ արդյոք վերապրել նորից կորցնելը։ Անահիտը բռնեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Դու արդեն նորից ապրում ես։ Գուցե չես նկատում, բայց այդպես է։ Ամեն առավոտ, երբ մեզ հետ նախաճաշում ես, ամեն անգամ, երբ ժպտում ես, երբ աղջիկները ինչ-որ անմտություն են անում, ամեն խոսակցության ժամանակ, որ ունենում ենք, դու վերադառնում ես կյանքի, Հովհաննես։ Եվ վախենալը նորմալ է։ Բայց թույլ մի տուր, որ վախը գողանա դա քեզնից։ Նրանք երկար ժամանակ լուռ նստած մնացին այնտեղ, պարզապես բռնած միմյանց ձեռքերը։ Եվ այդ պահին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Մի պատնեշ ընկել էր, այժմ նրանք իրար իսկապես տեսնում էին, բոլոր վերքերով ու սպիներով։ Հաջորդ օրերը տարբեր էին։ Հովհաննեսը դեռ կրում էր իր տխրությունը, բայց այժմ այն այլս փակված գաղտնիք չէր։ Անահիտը գիտեր, հասկանում էր, հարգում։ Եվ ինչ-որ կերպ դա ամեն ինչ ավելի թեթ էր դարձնում։ Նա նորից սկսեց նրանց հետ կերակուր ուտել, նորից սկսեց խոսել, նորից սկսեց երբեմն ժպտալ, երբ աղջիկները ինչ-որ զվարճալի բան էին անում։ Բայց եթե Հովհաննեսի գաղտնիքները բացահայտվել էին, Անահիտի գաղտնիքները թաղված էին մնում։ Եվ ապրիլյան մի անձրոտ կեսօր, նրա տուն գալուց գրեթե 3 ամիս անց, Անահիտի անցյալը սկսեց թակել դուռը։ Նա հյուրասենյակում հագուստ էր ծալում, երբ լսեց իր բջջայինի զանգը։ Անծանոթ համար էր։ Սովորաբար չէր պատասխանում, բայց ինչ-որ բան ստիպեց նրան այս անգամ պատասխանել։ Ալո։ Անահիտ։ Դու ես։ Մյուս կողմի ձայնը տղամարդու էր, ծանոթ մի ձով, որը ստիպեց նրա արյունը սառչել։ Ո՞վ է։ Ռաֆայելն է։ Աղջիկների հայրը։ Աշխարհը կանգ առավ։ Անահիտը զգաց, թե ինչպես են ոտքերը դողում, ստիպված եղավ նստել։ Ռաֆայելը։ Ավելի քան 5 տարի առանց որեն նշան տալու, առանց մի զանգի, առանց օգնության, առանց ոչնչի, նա զանգում էր։ Ինչ ես ուզում, նրա ձայնն ավելի սառը դուրս եկավ, քան ինքն էր սպասում։ Ուզում եմ տեսնել իմ դուստրերին։ Իրավունք ունեմ։ Իրավունք։ Դու անհետացար, երբ նրանք նորածին էին։ Երբեք մի կոպեկ ալիմենտ չես վճարել։ Երբեք չես հետաքրքրվել, նրանք ողջ են, թե քաղցած։ Իսկ հիմա իրավունքներ ես ուզում։ Այն ժամանակ շփոթված էի։ Պատրաստ չէի։ Բայց փոխվել եմ, Անահիտ։ Աշխատում եմ, կայուն կյանք ունեմ։ Ուզում եմ ճանաչել իմ դուստրերին։ Ոչ։ Դու կորցրել ես այդ իրավունքը։ Այդքան էլ պարզ չէ։ Ես կարող եմ դատարան դիմել։ Կարող եմ պահանջել իմ հայրական իրավունքները։ Եվ եթե դու թույլ չտաս, կարող եմ բարդացնել քո կյանքն այնպես, որ դու նույնիսկ չես պատկերացնում։ Դա քողարկված, բայց հստակ սպառնալիք էր։ Անահիտը խուճապ զգաց։ Դու չես կարող դա անել։ Կարող եմ։ Եվ կանեմ, եթե չհամագործակցես։ Վաղը հանդիպիր ինձ։ Կխոսենք։ Գրիր հասցեն։ Անահիտը մեխանիկորեն գրեց, ձեռքը դողալով։ Երբ անջատեց հեռախոսը, նստած մնաց այնտեղ, շոկի մեջ։ Ինչպես էր Ռաֆայելը գտել իր համարը։ Ինչպես էր գտել իրեն։ Եվ ամենակարևորը, ինչ էր նա իրականում ուզում։ Հովհաննեսը այդ պահին մտավ հյուրասենյակ անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել։ Ոչինչ։ Ամեն ինչ լավ է, ստեց նա, բայց ձայնը նույնիսկ իրեն չհամոզեց։ Անահիտ, դու գունատվել ես։ Ինչ է եղել։ Ուղղակի գլխացավ է։ Մի փոքր կպարկեմ։ Չափազանց արագ վեր կացավ, քիչ մնաց հավասարակշռությունը կորցներ։ Հովհաննեսը բռնեց նրա թից։ Դու ստում ես։ Ինչ է պատահել։ Հովհաննես, խնդրում եմ։ Հիմա չէ։ Նրա ձայնի մեջ հուսահատության մի երանգ կար, որը նա չէր ճանաչում։ Նա բաց թողեց նրան, բայց շարունակեց անհանգստությամբ նայել։
Անահիտը վազելով բարձրացավ աստիճաններով, մտավ սենյակ, փակեց դուռը։ Նստեց մահճակալին, բջջայինը դեռ ձեռքին, սկսեց լուռ լաց լինել։ Այդքան երկար իր կյանքը վերակառուցելուց, ապահով նավահանգիստ գտնելուց հետո Ռաֆայելը հայտնվում էր նորից ամեն ինչ քանդելու համար։ Երեկոյան, ընթրիքի ժամանակ, Անահիտը լուռ էր, մտքերի մեջ խորասուզված։ Աղջիկները նկատեցին անհանգիստ դարձան։ Հովհաննեսը նույնպես նկատեց, բայց ոչինչ չասաց, հարգելով նրա տարածքը, ինչպես նա հարգել էր իրենը։ Աղջիկների քնելուց հետո Անահիտն իջավ գտավ Հովհաննեսին հյուրասենյակում։ Նա պետք է խոսեր ինչ-որ մեկի հետ, պետք է պատմեր։ Այլս չէր կարողանում դա մենակ տանել։ Հովհաննես, քեզ մի բան պետք է պատմեմ։ Նա անջատեց հեռուստացույցը, շրջվեց դեպի նա, ուշադիր։ Լսում եմ։ Աղջիկների հայրն այսօր ինձ զանգեց։ Ավելի քան 5 տարի լուր չտալուց հետո նա հայտնվել է, ուզենալով տեսնել իր դուստրերին։ Եվ ասաց, որ եթե թույլ չտամ, նա կբարդացնի իմ կյանքը։ Կարծում եմ, նա կպայքարի նրանց խնամակալության համար։ Հովհաննեսը խոժոռվեց։ Նա այդ իրավունքն ունի։ Ձեզ լքելուց հետո։ Տեխնիկապես, այո։ Նա գրանցված է որպես հայր։ Պաշտոնապես երբեք չի կորցրել ծնողական իրավունքները։ Եթե նա դատական գործ սկսի, կարող է առնվազն այցելությունների ռեժիմ ստանալ։ Եվ եթե ապացուցի, որ ինձնից լավ պայմաններ ունի, ձայնը կտրվեց։ Հովհաննես, ես ոչինչ չունեմ։ Տուն չունեմ, աշխատանք չունեմ, փող չունեմ։ Եթե դատարան գնանք, նա կարող է իմ դուստրերին ինձնից խլել։ Նա քո դուստրերին քեզնից չի խլի։ Ես թույլ չեմ տա։ Ինչպես կարող ես խանգարել։ Հովհաննեսը մի պահ լուռ մնաց, մտածելով։ Դեռ չգիտեմ։ Բայց կպարզենք։ Վաղը հանդիպելու ես նրա հետ։ Նա ուզում է, որ գնամ։ Հանդիպում է նշանակել կենտրոնի մի սրճարանում։ Ուրեմն ես քեզ հետ կգամ։ Կարիք չկա։ Ես քեզ հետ կգամ, կրկնեց նա, ավելի հաստատակամ։ Դու մենակ չես դիմակայի դրան։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները նորից լցնում աչքերը։ Ինչու ես սա անում ինձ համար։ Հովհաննեսը մոտեցավ բութ մատով սրբեց նրա դեմքով հոսող արցունքը։ Որովհետև դու այլս անծանոթ չես, ով հայտնվեց իմ դռան մոտ, խոտ հնձելու խնդրանքով։ Որովհետև 3 ամսում դու քո դուստրերը կարոր դարձաք ինձ համար։ Եվ որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում զգալ, որ կորցնում ես ամեն ինչ։ Թույլ չեմ տա, որ դա քեզ հետ պատահի։ Այդ գիշեր Անահիտը հազիվ կարողացավ քնել։ Պտտվում էր անկողնում, հազարավոր տարբեր սցենարներ պատկերացնելով հաջորդ օրվա հանդիպման համար։ Իսկ եթե Ռաֆայելն իսկապես փոխվել էր։ Իսկ եթե նա իրավունք ուներ ճանաչելու իր դուստրերին։ Իսկ եթե ինքը եսասեր էր, մերժելով դա։ Բայց հետո հիշում էր բոլոր այն գիշերները, որ անցկացրել էր մենակ, հղի, վախեցած, առանց ոչ ոքի։ Բոլոր այն օրերը, որ անցկացրել էր փողոցներում 2 նորածին երեխաների հետ, ապաստան փնտրելով։ Ամեն անգամ, երբ աղջիկները քաղցից լաց էին լինում, նա ոչինչ չուներ տալու։ Որտեղ էր Ռաֆայելն այդ բոլոր պահերին։ Ոչ, նա եսասեր չէր։ Նա մայր էր։ Առավոտյան Անահիտը հագավ իր լավագույն հագուստը, որը մեծ բան չէր, բայց մաքուր էր ու արդուկված։ Մազերը հավաքեց, մի փոքր շպար արեց, որը Հովհաննեսը մի քանի շաբաթ առաջ նրա համար գնել էր։ Պետք է ուժեղ, վստահ երար, նույնիսկ եթե ներսում փլուզվում էր։ Աղջիկներին թողեցին մի հարանի մոտ, ում հետ Անահիտը ընկերացել էր վերջին ամիսներին, մի սիրալիր տիկին, ով պաշտում էր երեխաներին։ Ավտոբուսով գնացին քաղաքի կենտրոն։ Սրճարանը, որտեղ Ռաֆայելը հանդիպում էր նշանակել, այն ժամանակակից վայրերից էր, լի նոթբուքներով աշխատող երիտասարդներով։ Անահիտն անմիջապես տեսավ Ռաֆայելին։ Նա նստած էր անկյունի սեղանին, հեռախոսը քրքրելով։ Նա փոխվել էր։ Ավելի մեծացել էր, իհարկե, բայց նա ավելի խնամված տեսք ուներ։ Կոստյում փողկապ, պրոֆեսիոնալ կտրված մազեր, թանկարժեք ակնոցներ։ Կարոր, հաջողակ մարդու տեսք ուներ։ Անահիտը մոտեցավ, Հովհաննեսը նրա հետից։ Ռաֆայելը բարձրացրեց աչքերը, խոժոռվեց, տեսնելով Հովհաննեսին։ Սա ո՞վ է։ Ընկեր է, պատասխանեց Անահիտը, նստելով։ Հովհաննեսը նստեց նրա կողքին, լուռ, բայց հանգստացնող ներկայություն։
Ռաֆայելը նայեց մեկին, հետո մյուսին, ակնհայտորեն անհանգստացած։ Կարծում էի, սա մասնավոր խոսակցություն կլինի։ Ինչ որ ինձ ասելու ունես, կարող ես ասել նրա ներկայությամբ, վճռականորեն ասաց Անահիտը։ Ռաֆայելը հոգոց հանեց ուղղվեց աթոռին։ Լավ։ Ուրեմն անցնենք գործի։ Ես ուզում եմ ճանաչել իմ դուստրերին։ Գիտեմ, որ անցյալում հիմար եմ եղել, որ լքել եմ քեզ։ Բայց հասունացել եմ, Անահիտ։ Հիմա լավ աշխատանք ունեմ, լավ բնակարան, օգնելու հնարավորություն։ Ուզում եմ նրանց կյանքի մի մասը լինել։ Որտեղ էիր, երբ ես քո կարիքն ունեի։ Որտեղ էիր, երբ նրանք վաղաժամ ծնվեցին, շաբաթներ անցկացրին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Որտեղ էիր, երբ մենք մեր տունը կորցրինք, փողոցում հայտնվեցինք։ Որտեղ էիր բոլոր ծննդյան օրերին, բոլոր ջերմության գիշերներին, բոլոր այն պահերին, երբ նրանք հոր կարիք ունեին։ Ես սխալ էի։ Ընդունում եմ։ Բայց մենք չենք կարող փոխել անցյալը։ Միայն կարող ենք առաջ շարժվել։ Եվ ես հիմա ուզում եմ ճիշտ բանն անել։ Ճիշտ բանը կլիներ դա անել 5 տարի առաջ։ Ռաֆայելը առաջ թեքվեց, ձայնը ցածրացնելով։ Տես, ես փորձեցի լավ լինել։ Բայց եթե չհամագործակցես, կգնամ օրինական ճանապարհով։ Կարող եմ համատեղ խնամակալության դիմում ներկայացնել։ Եվ անկեղծ ասած, նայելով քո իրավիճակին, առանց տան, առանց մշտական աշխատանքի, կարծում եմ, որ լավ շանսեր ունեմ հաղթելու։ Գուցե նույնիսկ լիարժեք խնամակալություն։ Անահիտը զգաց, թե ինչպես արյունը սառեց։ Դու չես կարող։ Կարող եմ։ Եվ կանեմ։ Եթե, իհարկե, մենք համաձայնության չգանք։ Դու ինձ թույլ ես տալիս պարբերաբար տեսնել աղջիկներին, ես սկանդալ չեմ սարքում։ Բոլորս էլ շահում ենք։ Հովհաննեսը, ով մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Դու նրան շանտաժի ես ենթարկում։ Ռաֆայելն արհամարհանքով նայեց նրան։ Ոչ, ես բանակցում եմ։ Եվ սա քո գործը չէ։ Այո, իմ գործն է։ Անահիտն ու աղջիկներն ինձ հետ են ապրում։ Այնպես որ, ինչ որ նրանց է վերաբերում, ինձ էլ է վերաբերում։ Ռաֆայելը հոնքը բարձրացրեց։ Քեզ հետ են ապրում։ Հետաքրքիր է։ Իսկ որքան ժամանակ է տում այդ պայմանավորվածությունը։ Դա պայմանավորվածություն չէ, սառը ասաց Հովհաննեսը։ Դա միմյանց օգնող ընտանիք է։ Ընտանիք։ Ռաֆայելը ծիծաղեց։ Դու նրան ճանաչում ես, ասենք, 3 ամիս։ Եվ արդեն ընտանիք եք։ Խնդրում եմ։ Խոսակցությունը լարվում էր, ձայները սկսում էին բարձրանալ։ Անահիտը ձեռքը դրեց Հովհաննեսի թին, հանգստության կոչ անելով։ Ռաֆայել, ես պետք է մտածեմ այս մասին։ Հիմա որոշում չեմ կայացնի։ Ժամանակ է պետք։ 1 շաբաթ ունես։ Դրանից հետո փաստաբան եմ փնտրում։ Ռաֆայելը վեր կացավ, սեղանին մի քանի թղթադրամ դրեց սուրճի համար հեռացավ, առանց հետ նայելու։ Անահիտը նստած մնաց այնտեղ, զգալով, կարծես հատակը անհետացել է իր ոտքերի տակից։ Հովհաննեսը բռնեց նրա ձեռքը։ Մենք մի ճար կգտնենք։ Խոստանում եմ։ Բայց մինչ տուն էին վերադառնում, Անահիտը չէր կարողանում դադարել մտածելուց։ Իսկ եթե չկարողանա։ Իսկ եթե Ռաֆայելն իսկապես խլի աղջիկներին իրենից։ Ինչպես նա կվերապրի դա։ Աղջիկներն իր ամեն ինչն էին։ Առանց նրանց նա ոչինչ էր։ Հաջորդ օրերն ամենադժվարն էին, որ Անահիտն ապրել էր Հովհաննեսի տուն գալուց ի վեր։ Ռաֆայելի սպառնալիքի ծանրությունը կախված էր նրա վրա մութ ամպի պես, որը չէր ցրվում։ Փորձում էր նորմալ պահվածք պահպանել աղջիկների առաջ, բայց գիշերը, երբ Սոնան ու Էլենը վերջապես քնում էին, նա թույլ էր տալիս իրեն փլուզվել։ Հովհաննեսը միշտ այնտեղ էր, մշտական, հանգստացնող ներկայություն, նույնիսկ երբ ասելու խոսքեր չկային։ Այդ շաբաթվա չորեքշաբթի օրը Հովհաննեսը մտավ խոհանոց, որտեղ Անահիտը ջաշ էր պատրաստում։ Նրա դեմքին վճռական արտահայտություն կար, ձեռքերում փաստաթղթերի թղթապանակ։ Քեզ հետ պետք է խոսեմ։ Կարոր է։ Անահիտը ձեռքերը սրբեց գոգնոցին, նստեց սեղանի շուրջ։ Հովհաննեսը թղթապանակը դրեց նրա դիմաց, նույնպես նստեց։ Վերջին օրերին լուծման մասին էի մտածում։ Խոսեցի իմ փաստաբանի, Մարտիրոսի հետ, բացատրեցի իրավիճակը։ Նա ինձ մի քանի տարբերակ տվեց։
Տարբերակներ, հարցրեց Անահիտը, փորձելով հույսեր չփայփայել։ Առաջինը ակնհայտ է, լավ ընտանեկան իրավաբան վարձել քեզ պաշտպանելու համար, եթե Ռաֆայելն իսկապես դատական գործ սկսի։ Մարտիրոսը խորհուրդներ ունի։ Սա ես անելու եմ ամեն դեպքում, անկախ նրանից, թե դու ինչ կորոշես։ Հովհաննես, ես չեմ կարող վճարել։ Ես կվճարեմ։ Այս մասին ինձ հետ մի վիճիր։ Նրա ձայնը հաստատակամ էր, առարկելու տեղ չէր թողնում։ Բայց մի ուրիշ բան էլ կա։ Մի բան, որը կարող է շատ ամրապնդել քո դիրքերը։ Ինչ։ Հովհաննեսը խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր ջուրը նետվել։ Ամուսնացիր ինձ հետ։ Անահիտը քարացավ։ Մի պահ կարծեց, թե սխալ է լսել։ Ինչ։ Ամուսնացիր ինձ հետ։ Պաշտոնապես։ Դա, իհարկե, հաշվարկով ամուսնություն կլինի, բայց օրենքի առաջ դու իմ կինը կլինես։ Կունենաս կայունություն, մշտական հասցե, ֆինանսական ապահովություն։ Այն ամենը, ինչ պետք է ցույց տալու համար, որ կարող ես հոգ տանել աղջիկների մասին։ Եվ ես կարող եմ որդեգրել նրանց։ Ինչպես բացատրեց իմ փաստաբանը, եթե ես որդեգրեմ աղջիկներին, մենք ամուսնացած լինենք, Ռաֆայելն այլևս ոչ մի իշխանություն չի ունենա նրանց վրա։ Նրա ծնողական իրավունքները կդադարեցվեն։ Անահիտը չէր կարողանում ընկալել լսածը։ Դու պատրաստ ես դա անել։ Ամուսնանալ ինձ հետ որդեգրել իմ դուստրերին, միայն ինձ օգնելու համար։ Դա միայն քեզ օգնելու համար չէ, ասաց Հովհաննեսը, ձայնն այժմ ավելի մեղմ։ Անահիտ, վերջին ամիսներին դուք երեքդ իմ ընտանիքը դարձաք։ Ես առավոտյան արթնանում եմ, սպասում եմ լսելու աղջիկների ծիծաղը։ Իջնում եմ սուրճ խմելու, սպասում եմ քեզ այնտեղ տեսնելու։ Աշխատանքից վերադառնում եմ, սպասում եմ գտնելու կյանքով լի տուն։ Դուք արդեն իմ կյանքի մի մասն եք։ Սա պարզապես պաշտոնական կդարձնի մի բան, որն իրականում արդեն գոյություն ունի։ Բայց իսկ դու։ Իսկ քո զգացմունքները։ Արդար չէ քեզ կապել առանց սիրո ամուսնության մեջ, միայն իմ խնդիրների պատճառով։ Հովհաննեսը վերցրեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ, ուղիղ նայելով նրա աչքերին։ Ով ասաց, որ սեր չկա։ Հարցը կախված մնաց օդում, ծանր իմաստով։ Անահիտ, ես 6 տարի թաքնվել եմ կյանքից, վախեցել եմ զգալուց, վախեցել եմ ապրելուց։ Դու աղջիկները ինձ ցույց տվեցիք, որ ցավից հետո դեռ կյանք կա։ Որ դեռ կարող եմ երջանիկ լինել։ Ես սա խնդրում եմ ոչ միայն քեզ համար։ Ես խնդրում եմ նա ինձ համար։ Որովհետև այլս չեմ ուզում մենակ ապրել։ Այլս չեմ ուզում վախենալ։ Ուզում եմ, որ դուք իմ կյանքում լինեք։ Պաշտոնապես։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին Անահիտի դեմքով։ Իսկ եթե սխալ լինի։ Իսկ եթե չստացվի։ Իսկ եթե ճիշտ լինի։ Իսկ եթե դա հենց այն է, ինչ մեզ բոլորիս պետք է։ Նա սրբեց նրա արցունքները բութ մատով։ Տես, ես չեմ խնդրում, որ դու ինձ հիմա սիրես։ Գիտեմ, որ դա բարդ է, գիտեմ, որ դու դեռ քո սեփական վերքերն ես կրում։ Բայց ես խնդրում եմ, որ ինձ մի հնարավորություն տաս։ Իսկական ընտանիք լինելու հնարավորություն։ Չգիտեմ ինչ ասել, շշնջաց Անահիտը։ Ասա, այո։ Խնդրում եմ։ Անահիտը նայեց այն մարդուն, ով 3 ամիս առաջ լիովին անծանոթ էր։ Այն մարդուն, ով բացել էր իր տունը, իր սիրտը, իր կյանքը իր դուստրերի համար։ Այն մարդուն, ով դարձել էր իր ապահով նավահանգիստը, իր ընկերը, գուցե ինչ-որ ավելին, որը նա դեռ խիզախություն չուներ խոստովանելու։ Այո, ասաց նա, ձայնը հազիվ լսելի։ Այո, ես կամուսնանամ քեզ հետ։ Ժպիտը, որը լուսավորեց Հովհաննեսի դեմքը, ամենագեղեցիկն էր, որ Անահիտը երբեք տեսել էր։ Նա նրան քաշեց ամուր գրկի մեջ, երկար ժամանակ անց առաջին անգամ նա թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է լավ լինել։ Հաջորդ օրերը իրար անցում էին։ Հովհաննեսն ու Մարտիրոսը զբաղվեցին բյուրոկրատական բոլոր հարցերով։ Քանի որ ուզում էին ամեն ինչ հնարավորինս արագ անել Ռաֆայելի սպառնալիքի պատճառով, ընտրեցին պարզ քաղաքացիական ամուսնությունը։ Մարտիրոսին հաջողվեց արագացնել գործընթացները, օգտագործելով իր կապերը ՔԿԱԳ-ում։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում ամեն ինչ պատրաստ էր։ Անահիտը պետք է ասեր աղջիկներին։ Մի արոտ կեսօր նա նստեց Սոնայի Էլենի հետ այգում, նույն տեղում, որտեղ նրանք սովորաբար միասին ծաղիկներ էին տնկում։ Աղջիկներ, մայրիկը ձեզ մի կարևոր բան պետք է ասի։
Երկուսն էլ դադարեցրին խաղը, նայեցին նրան իրենց մեծ, ուշադիր աչքերով։ Ինչ է եղել, մամա, հարցրեց Սոնան։ Դուք սիրում եք Հովհաննես հորեղբորը։ Սիրում ենք, միաձայն պատասխանեցին երկուսը, եռանդուն գլխով անելով։ Իսկ սիրում եք այստեղ ապրել նրա հետ։ Հա։ Սա շատ ավելի լավ է, քան փողոցում քնելը, ասաց Էլենը երեխաներին բնորոշ դաժան անկեղծությամբ։ Անահիտը ժպտաց, չնայած կրծքում սեղմող ցավին, հիշելով այդ դժվար օրերը։ Ուրեմն մայրիկն ու Հովհաննես հորեղբայրը ամուսնանալու ենք։ Նա ձեր հայրիկը կլինի։ Եթե դուք ուզում եք, իհարկե։ Մի պահ լռություն տիրեց, մինչ աղջիկները մարսում էին տեղեկությունը։ Հետո Սոնան հարցրեց. Բայց որտեղ է մեր մյուս հայրիկը։ Իսկականը։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Գիտեր, որ այս հարցը կգա։ Մյուս հայրիկը հիմա չի կարող ձեզ հետ լինել։ Բայց Հովհաննես հորեղբայրը ուզում է ձեր հայրիկը լինել։ Նա ուզում է ձեզ խնամել, պաշտպանել, սիրել։ Դուք կուզենայիք դա։ Երկուսը նայեցին իրար, այն լուռ հաղորդակցությամբ, որը միայն երկվորյակներն ունեն։ Հետո Էլենը հարցրեց. Եթե նա մեր հայրիկը լինի, մենք կարող ենք նրան հայրիկ ասել։ Իհարկե կարող եք, սիրելիս։ Ուրեմն այո, բացականչեց Սոնան։ Մենք ուզում ենք։ Եվ այսպես մայիսյան մի հինգշաբթի, Երանի կենտրոնի Քկագում պարզ արարողությամբ Անահիտն ու Հովհաննեսն ամուսնացան։ Ոչ ծաղիկներ կային, ոչ խնջույք, ոչ էլ հյուրեր, բացի Մարտիրոսից Քկագի քարտուղարուհուց, որպես վկաներ։ Բայց երբ պաշտոնյան ասաց, որ նրանք ամուսիններ են, երբ Հովհաննեսը բռնեց Անահիտի ձեռքերը, ժպտաց այն ամաչկոտ ժպիտով, երբ Սոնան ու Էլենը խանդավառ ծափահարեցին, Անահիտը զգաց, որ գուցե սա ավելի իրական էր, քան ցանկացած ավանդական հարսանիք կարող էր լինել։ Վերադարձան տուն, որն այժմ պաշտոնապես բոլորինն էր։ Հովհաննեսը անակնկալ էր պատրաստել։ Տորթ էր պատվիրել, փուչիկներ գնել, փոքրիկ տոնախմբություն կազմակերպել աղջիկների համար։ Ոչ մի շքեղ բան չկար, բայց սիրով էր արված, դա էր միակ կարորը։ Այդ գիշեր, աղջիկների քնելուց հետո, Անահիտն ու Հովհաննեսը նստեցին պատշգամբում, նայելով աստղերին։ Այժմ նրանք թղթի վրա ամուսիններ էին, բայց դեռ այնքան բան կար, որ պետք է բացահայտեին միմյանց մասին։ Կարծում եմ, մենք պետք է որոշ կանոններ սահմանենք, ասաց Անահիտը։ Այն մասին, թե ինչպես է գործելու այս ամուսնությունը։ Ինչ տեսակի կանոններ։ Օրինակ, ով որտեղ է քնում։ Չեմ ուզում, որ դու քեզ ճնշված զգաս։ Կարող ենք առանձին սենյակներում մնալ ինչ։ Մինչ իսկապես սիրահարվենք, հարցրեց Հովհաննեսը, դեմքին փոքրիկ ժպիտ։ Նման մի բան։ Իսկ եթե ասեմ, որ արդեն սիրահարվել եմ։ Անահիտը զարմացած նայեց նրան։ Ինչ ես։ Սիրահարված։ Քեզ։ Նա ամբողջությամբ շրջվեց դեպի Անահիտը։ Գիտեմ, որ այս ամուսնությունը գործնական նկատառումներով է արվել, բայց Անահիտ, իմ զգացմունքները գործնական չեն։ Դրանք իրական են։ Ես քեզ սիրահարված եմ շաբաթներ, գուցե ամիսներ շարունակ։ Քո ուժի, քո վճռականության, այն ձի համար, որով դու սիրում ես քո դուստրերին։ Այն ձի համար, որով դու կյանք վերադարձրիր այս տուն ինձ։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Հովհաննես, ես հիմա ոչինչ ասելու կարիք չկա։ Պարզապես ուզում էի, որ իմանայիր։ Իսկ սենյակների մասին կգնանք քո տեմպով։ Շտապելու կարիք չկա։ Մենք մեր կյանքի մնացած մասն ունենք։ Բայց Անահիտը այդ պահին գիտակցեց, որ չի ուզում սպասել։ Որ գուցե ինքն էլ էր սիրահարված ավելի երկար, քան խոստովանում էր իրեն։ Իսկ եթե ասեմ, որ ես էլ եմ սիրահարված։ Քեզ։ Հերթը Հովհաննեսինն էր զարմանալու։ Այդպես է։ Կարծում եմ, այո։ Չգիտեմ, թե երբ սկսվեց, արդյոք այն առաջին օրը, երբ դու ինձ բռնեցիր, երբ քիչ էր մնում ուշագնաց լինեիք, թե երբ դու լաց էիր լինում իմ գրկում, խոսելով քո ընտանիքի մասին, կամ այդ երկուսի մեջ եղած հազարավոր փոքր պահերից որը մեկում։ Բայց այո, սիրահարված եմ։ Հովհաննեսը մոտեցավ, ձեռքը նրբորեն դիպավ նրա դեմքին։ Կարող եմ քեզ համբուրել։ Անահիտը գլխով արեց, երբ նրանց շուրթերը հանդիպեցին, կարծես ամեն ինչ վերջապես իմաստ ստացավ։ Դա անզուսպ կրքի համբույր չէր, այլ քնքշության, խոստման, նոր սկզբի։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին։
Ուրեմն կարծում եմ առանձին սենյակների կարիք չունենք, ասաց Անահիտը թեթակի կարմրելով։ Կարծում եմ ոչ, համաձայնեց Հովհաննեսը նրան ավելի մոտ քաշելով։ Ամուսնությունից 3 օր անց Անահիտի հեռախոսը զանգեց։ Ռաֆայելն էր։ Նա պատասխանեց Հովհաննեսի հետ միասին, ով աջակցում էր նրան։ Ալո։ Անահիտ, իմ շաբաթը վերջացավ։ Հուսով եմ, ճիշտ որոշում ես կայացրել։ Այո, կայացրել եմ։ Եվ որոշումը ոչ է։ Դու իմ դուստրերին չես տեսնի։ Ուրեմն դու ինձ ընտրություն չես թողնում։ Վաղը իսկ փաստաբանիս կդիմեմ։ Կարող ես դիմել, ասաց Անահիտը, ձայնը զարմանալիորեն հանգիստ։ Բայց դա ժամանակի կորուստ կլինի։ Անցյալ շաբաթ ամուսնացա։ Ամուսինս որդեգրելու է աղջիկներին։ Արդեն փաստաթղթերն ենք ներկայացրել։ Եվ հաշվի առնելով, որ դու լքել ես քո դուստրերին ավելի քան 5 տարի, երբեք ալիմենտ չվճարելով կամ որևէ աջակցություն չցուցաբերելով, չեմ կարծում, որ դատավորը շատ բարեհաճ կլինի քո գործի նկատմամբ։ Մյուս կողմում լռություն։ Հետո, դու ամուսնացել ես։ Ում հետ։ Դա քո գործը չէ։ Կարևորն այն է, որ հիմա ես ունեմ այն ամենը, ինչ պետք է ապացուցելու համար, որ կարող եմ հոգ տանել իմ դուստրերի մասին։ Իսկ դու ոչինչ չունես, բացի 5 տարվա բացակայությունից բացատրելու համար։ Սա այսպես չի մնա, ասաց Ռաֆայելը, ձայնը լի զայրույթով։ Կմնա։ Ցտեսություն, Ռաֆայել։ Եվ անջատեց։ Հովհաննեսը նրան քաշեց գրկի մեջ։ Դու հիանալի էիր։ Ներսում վախից մեռնում էի, խոստովանեց նա, դողալով։ Բայց թույլ չտվեցիր, որ նա դա տեսնի։ Հպարտանում եմ քեզնով։ Հաջորդ օրերին Մարտիրոսը զբաղվեց ամեն ինչով։ Ներկայացրեց Հովհաննեսի որդեգրման դիմումը, հավաքեց Ռաֆայելի բացակայության ապացույցները, ամուսնության փաստաթղթերը, այն ամենը, ինչ կարող էր ամրապնդել գործը։ Ռաֆայելն իսկապես փորձեց դատական գործ սկսել, բայց նրա փաստաբանը, տեսնելով բոլոր փաստաթղթերն ու լքման պատմությունը, խորհուրդ տվեց նրան հրաժարվել։ Այդ գործը հաղթելու ոչ մի հնարավորություն չկար, նա միայն փող ու ժամանակ կկորցներ իզուր։ Ռաֆայելը, հասկանալով, որ պարտվել է, հանձնվեց։ Դա վերջին անգամն էր, որ Անահիտը նրա մասին լսեց։ 3 ամիս անց որդեգրումը հաստատվեց։ Հովհաննեսն այժմ պաշտոնապես աղջիկների փաստաթղթերում գրանցված էր որպես հայր։ Արոտ մի հանգստյան օր նրանք փոքրիկ տոնախմբություն կազմակերպեցին։ Մարտիրոսը եկավ, Հարանուհին, ով օգնում էր աղջիկների հարցում, նույնպես Հովհաննեսի մի քանի գործընկերներ, որոնց նա նորից սկսել էր տեսնել տարիների մեկուսացումից հետո։ Սոնան ու Էլենը փայլում էին իրենց նոր զգեստներով, որոնք Անահիտը հատուկ այդ առիթով էր կարել։ Վազվզում էին այգում, ծիծաղում, առանց փողոցում անցկացրած դժվար օրերի որե հիշողության։ Նրանց համար այդ տունը միշտ իրենց օջախն էր եղել, Հովհաննեսը միշտ իրենց հայրը, դա միշտ իրենց ընտանիքը։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացին, աղջիկները քնեցին այդքան խաղալուց հոգնած, Անահիտն ու Հովհաննեսը նստեցին հյուրասենյակի բազմոցին։ Նա հենված էր նրան, երկուսն էլ պարզապես վայելում էին հարմարավետ լռությունը։ Գիտես, որն է զվարճալին, ասաց Անահիտը։ Երբ ես այստեղ հասա, այն մարտյան կեսօրին, իմ ուզածը միայն ուտելիքն էր։ Երբեք չէի պատկերացնի, որ ընտանիք կգտնեմ։ Իսկ ես կարծում էի, թե միայն միայնակություն եմ ուզում, պատասխանեց Հովհաննեսը, համբուրելով նրա գլխի կատարը։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ զանգը տվող մի կին կփոխի ամեն ինչ։ Զղջում ես։ Այս ամենի համար։ Ոչ մի վայրկյան։ Իսկ դու։ Ես էլ։ Տարիների մեջ առաջին անգամ զգում եմ, որ հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Հովհաննեսն ավելի ամուր գրկեց նրան։ Ես քեզ սիրում եմ, գիտես։ Իսկապես։ Ես էլ քեզ եմ սիրում։ Շատ։ Եվ այնտեղ, այն տանը, որն այդքան երկար դատարկ էր եղել, բայց այժմ լի էր կյանքով, սիրով ու հույսով, երկու վիրավոր հոգիներ բուժում գտան միմյանց մեջ։ Որովհետև երբեմն սերը չի գալիս շուքով ու հրավառությամբ։ Երբեմն այն գալիս է լուռ, քողարկված բարությամբ, մի ափսե ուտելիքով, առաջարկված մի սենյակով, խնամքի փոքրիկ ժեստերով, որոնք կառուցում են մի բան, որն ավելի մեծ է, քան նրանցից որևէ մեկը կարող էր պատկերացնել։ Ամիսները դարձան տարիներ։ Սոնան ու Էլենը մեծացան այդ տանը, երջանիկ հիշողություններով մի հոր մասին, ով անվերապահորեն սիրում էր նրանց, մի մոր, ով երբեք չհանձնվեց նրանց համար։
Հովհաննեսը նորից սկսեց իսկապես ապրել, ոչ թե պարզապես գոյատել։ Տունը լցվեց երջանիկ հիշողություններով, պատերին լուսանկարներով, սառնարանին աղջիկների նկարներով, աղմուկով ու կյանքով ամեն անկյունում։ Անահիտը աշխատանք գտավ Կարի արհեստանոցում, անելով այն, ինչ միշտ սիրել էր։ Աշխատել կտորների ստեղծագործության հետ։ Դա բարձր վարձատրվող աշխատանք չէր, բայց իրենն էր, իր ջանքերով վաստակած, դա նրա համար ամեն ինչ էր նշանակում։ Հովհաննեսը շարունակեց իր աշխատանքը թարգմանությունների հետ, բայց այժմ ուներ մեկը, ում մոտ վերադառնար օրվա վերջում։ Մի կիրակի առավոտ, այն առաջին հանդիպումից 2 տարի անց, ընտանիքը հավաքվել էր այգում։ Հովհաննեսն աղջիկներին սովորեցնում էր վարդեր տնկել, նրա մեծ ձեռքերը ուղղորդում էին նրանց փոքրիկ ձեռքերը հողի մեջ։ Անահիտը դիտում էր պատշգամբից, ձեռքին սուրճի բաժակ, դեմքին ժպիտ։ «Մամա, արի տես»։ Հայրիկն ասաց, որ այս վարդերը հսկայական են դառնալու, խանդավառ գոչեց Էլենը։ «Հիմա կգամ, սիրելիս», պատասխանեց Անահիտը, իջնելով աստիճաններով։ Հովհաննեսը նայեց նրան, այդ հայացքի մեջ ամեն ինչ կար՝ սեր, երախտագիտություն, հույս, ապագա։ Նա նույն ուժգնությամբ պատասխանեց հայացքին։ Բառերի կարիք չունեին։ Երկուսն էլ գիտեին, թե ինչ հրաշք է սա։ Հրաշք, որ գտել էին միմյանց, որ կոտրված կտորներից ընտանիք էին կառուցել, որ ցավը սիրո էին վերածել։ «Արի այստեղ», ասաց Հովհաննեսը, բացելով ձեռքերը։ Անահիտը մոտեցավ, նա նրան քաշեց գրկի մեջ, Սոնան ու Էլենը շուտով միացան նրանց, ստեղծելով սիրո պատկանելության շրջան։ «Ես քեզ սիրում եմ», շշնջաց նա նրա ականջին։ «Ես էլ քեզ եմ սիրում», պատասխանեց նա, այս անգամ բառերի մեջ վախ չկար, միայն վստահություն։ Որովհետև իսկական սերը կատարյալ չէ։ Այն չի ծնվում հեքիաթներից, որտեղ ամեն ինչ հեշտ է ու գեղեցիկ։ Երբեմն այն ծնվում է դժվարություններից, տառապանքից, միասին կիսված բուժված վերքերից։ Ծնվում է, երբ երկու կոտրված մարդ որոշում են միասին ոտքի կանգնել, երբ որոշում են, որ ավելի ուժեղ է կյանքին դիմակայել երկուսով, քան մենակ։ Եվ այն արոտ առավոտյան երանում, այն այգում, որը նախկինում միայն խոտ ու լքվածություն էր, բայց այժմ ծաղկում էր վարդերով ու կյանքով, 4 սրտեր բաբախում էին համաչափ, միավորված արյունից ավելի ամուր կապերով, սիրով, ընտրությամբ, այն վստահությամբ, որ ինչ էլ որ սպասվի առջում, միասին կդիմակայեն։ Որպես ընտանիք։ Ինչպես պետք է լինի։ Հովհաննեսը նայեց տանը, հիշելով, թե ինչպիսին էր այն, երբ Անահիտը եկավ։ Դատարկ, լուռ, մեռած։ Այժմ պատուհաններին գունավոր վարագույրներ կային, պատշգամբին հենված աղջիկների հեծանիվները, ամենուր ծաղկամաններով ծաղիկներ, ամենակարևորը ծիծաղ կար։ Կյանք կար։ Սեր կար։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց Անահիտը, հետելով նրա հայացքին։ Այն մասին, թե ինչպես մի պահը կարող է փոխել ամեն ինչ։ Եթե ես այն օրը չպատասխանեի այդ զանգին։ Բայց պատասխանեցիր։ Եվ ես զանգեցի։ Եվ ահա մենք այստեղ ենք։ Ահա մենք այստեղ ենք, կրկնեց նա, ժպտալով։ Եվ աշխարհում ոչ մի տեղ չկա, որտեղ կնախընտրեի լինել։ Աղջիկները ծնողներին հետ քաշեցին այգի, ոգորված վարդերը տնկելն ավարտելու համար։ Եվ մինչ նրանք միասին աշխատում էին, ձեռքերը հողոտելով, ծիծաղելով Սոնայի անմիտ կատակներից, Էլենի լուրջ դիտարկումներից, նրանցից ոչ ոք չէր մտածում անցյալի մասին։ Չէին մտածում ցավերի, կորուստների, դժվար պահերի մասին։ Մտածում էին միայն ներկայի անկատարության այդ կատարյալ պահի մասին, որտեղ մի ինքնաշեն, բայց շատ իրական ընտանիք էր կառուցվում, օրեցօր, սիրո ամեն մի ժեստով։ Եվ երբ արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն, 4-ով միասին մտան տուն, ձեռք ձեռքի տված, պատրաստ հերթական ընտանեկան ընթրիքին, հերթական քնից առաջ պատմությունների գիշերվան, հերթական միասին արթնանալու առավոտվան։ Որովհետև այդ տունը, որն այդքան երկար միայն դատարկ կառույց էր, այժմ վերջապես այն էր, ինչ միշտ պետք է լիներ, օջախ։ Սիրով, կյանքով, երկրորդ հնարավորություններով լի օջախ, կենդանի ապացույց այն բանի, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում, երբ երկու հոգի որոշում են հանդիպել, հրաշքներ կարող են տեղի ունենալ։ Եվ դրանք տեղի ունեցան։ Այնտեղ երանի այդ տանը մի տղամարդու հետ, ով սովորեց նորից ապրել, մի կնոջ, ով երբեք չհանձնվեց պայքարելուց, երկու աղջիկների, ովքեր վերջապես ունեին այն, ինչին արժանի է յուրաքանչյուր երեխա, սիրով լի օջախ։ Դա կատարյալ չէր։ Դժվար օրեր կային, վեճեր, կասկածի պահեր։ Բայց դա իրական էր։ Նրանցն էր։ Եվ դա բավարար էր։
Տարիներ անց, երբ Սոնան ու Էլենն արդեն հասուն կլինեին, նրանք հետ կնայեն կհիշեն վարդերի այն կիրակին։ Կհիշեն հորը, որ համբերատար սովորեցնում էր նրանց ուժեղ, բայց քնքուշ ձեռքերը, որոնք ուղղորդում էին իրենցը։ Կհիշեն մորը, որ դիտում էր այն մեղմ ժպիտով, որը խաղաղություն էր նշանակում։ Եվ կհասկանան, որ ընտանիքը միայն նա չէ, ով քեզ կյանք է տալիս։ Նա է, ով ընտրում է մնալ, ով ընտրում է սիրել, ով ընտրում է քեզ իրենը կոչել։ Եվ Հովհաննեսն ընտրել էր։ Ինչպես Անահիտն էր ընտրել նորից վստահել։ Ինչպես նրանք միասին ընտրել էին իրենց անցյալ կյանքերի ավերակներից գեղեցիկ բան կառուցել։ Որովհետև վերջում սերն այդպես է անում։ Այն կառուցում է։ Այն բուժում է։ Այն փոխակերպում է։ Եվ այն տանը, որը մի օր միայն ժամանակավոր ապաստան էր, բայց դարձավ հավերժական օջախ, սերը հաղթել էր։ Եվ կշարունակեր հաղթել ամեն օր, ամեն փոքրիկ ժեստով, ամեն հայացքով, ամեն կիսված պահով։ Հավերժ։